Երբ 1970-րդ թվականների վերջին Երևանի օպերայի թատրոնի արխիվում հայտնաբերեցին Փոշոտ թղթապանակը, արգելված անուններ մակագրությամբ, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի ճշմարտություն է թաքնված այդ դեղնած էջերի մեջ։ Այնտեղ ձեռագիր նշումներով, կարմիր մատիտով շրջանակված էր մի անուն, որը ամբողջ Հայաստանը երգում էր իր սրտերում, բայց որը պաշտոնապես դարձել էր ուրվական։ Օֆելիա Համբարձումյան։ Կողքին կարճ նշում. հրաման վերևից, ռադիո և հեռուստատեսություն արգելված, համերգներ չհաստատել։ Ով էր այն մարդը, ով ստորագրեց այս մահավճիռը մի երգչուհու կարիերայի համար, որի ձայնը համեմատում էին հրեշտակների երգին։ Ինչու պետք էր ոչնչացնել այն կինը, ում համար ժողովուրդը պատրաստ էր ժամերով սպասել տոմսերի հերթերում։ Ինչպես հնարավոր էր, որ մի երկրում, որտեղ արվեստը համարվում էր սուրբ, մի արտիստուհու անունը դարձավ արգելված բառ։ Այս պատմությունը ոչ թե պարզապես մի կործանված կարիերայի մասին է, այլ մի համակարգի մասին, որը ճզմում էր իր ամենաշնորհալի զավակներին, երբ նրանք համարձակվում էին ասել ոչ։ Օֆելիա Համբարձումյանը ծնվել էր 1942 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, մի ընտանիքում, որտեղ երաժշտությունը ավելի կարևոր էր, քան հացը սեղանին։ Նրա հայրը Արշակ Համբարձումյանը նվագում էր թարով Երևանի ռեստորաններում, իսկ մայրը Սիրանուշը երգում էր եկեղեցական երգեր այն ժամանակներում, երբ դա համարվում էր համարյա հանցագործություն։ Փոքրիկ Օֆելիան մեծացավ այն հմայիչ աղքատության մեջ, որը բնորոշ էր պատերազմից հետո Երևանին, երբ քաղաքը դեռ վերականգնվում էր ավերածությունից, բայց արդեն իսկ շնչում էր նոր կյանքով։ Նրա առաջին հիշողությունները լի էին հոր թարի տխրահարճակ հնչյուններով, որոնք լսվում էին նեղ փողոցներում, եւ մոր ձայնով, որը երեկոյան աղոթքների ժամանակ կարծես բացում էր երկնքի դռները։ Երբ Օֆելիան դարձավ 7 տարեկան, նրա ձայնը արդեն իսկ տարբերվում էր մյուս երեխաներից։ Այն ուներ այն հազվագյուտ թրթռոցը, որը մարդկանց ստիպում էր դադարեցնել իրենց գործերը եւ լսել։ Դպրոցական համերգներում ուսուցիչները լռում էին, երբ փոքրիկ աղջիկը սկսում էր երգել հայրենասիրական երգեր, եւ ավելի քան մեկ անգամ տնօրենը աչքերը սրբել է գաղտնի արցունքներից։ Բայց իսկական շրջադարձը եկավ 1958 թվականին, երբ 16 տարեկան Օֆելիան մասնակցեց Երևանի երիտասարդ տաղանդների մրցույթին։ Այդ օրը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոքրիկ դահլիճում հավաքված էին Հայաստանի ամենահեղինակավոր երաժշտական գործիչները։ Օֆելիան ելավ բեմ, հակած մորկարած պարզ կապույտ զգեստով, որի թևերը մի փոքր կարճ էին, քանի որ աղջիկը արագ էր մեծանում։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա կանգնեց միկրոֆոնի առջև, եւ դահլիճում լռություն էր այնպիսի խորը, որ լսվում էր նրա սրտի բաբախյունը։ Երբ նա բացեց բերանը եւ առաջին նոտաները հնչեցին Կոմիտասի ծիծեռնակ երգից, ժյուրիի անդամներից մեկը, հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, գրիչը գցեց սեղանին եւ միայն նայեց։ 3 րոպե տևեց այդ կատարումը, բայց երբ վերջին նոտան մարեց օդում, դահլիճը պայթեց ոտքի ելած ծափահարություններից։ Միրզոյանը, ով հայտնի էր իր խիստ բնավորությամբ եւ հազվադեպ էր գովաբանում երիտասարդ արտիստներին, մոտեցավ բեմին եւ բարձրաձայն հայտարարեց. Այս աղջիկը Հայաստանի ապագա ձայնն է։ Եթե մենք չխանգարենք նրան, նա կդառնա լեգենդ։ Ինչպիսի մարգարեություն էր դա, եւ ինչպես էր հնարավոր, որ հենց այդ խանգարելը կդառնար Օֆելիայի ճակատագրի ամենաառեղծվածային մասը։ Հաջորդ տարիները Օֆելիայի համար եղան հեքիաթային վերելքի ժամանակաշրջան։ 1960 թվականին նա ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ նրա ուսուցիչը դարձավ լեգենդար Գոհար Գասպարյանը, կին, ով պատրաստել էր ամբողջ սերնդի օպերային աստղեր։ Գասպարյանը տեսավ Օֆելիայի մեջ ոչ միայն բացառիկ ձայն, այլև այն հազվագյուտ համակցությունը, խոցելիություն եւ երկաթյա կամք։ Դասերը սկսվում էին առավոտյան ժամը 7-ին եւ տևում մինչեւ երեկո, երբ Օֆելիան վերադառնում էր տուն, ձայնը կորցրած, բայց աչքերը փայլում էին երջանկությունից։ Կոնսերվատորիայի միջանցքներում շուրջ էին պտտվում լեգենդներ այս երիտասարդ ուսանողուհու մասին, ինչպես նա կարող էր երգել անընդմեջ 6 ժամ, ինչպես նրա ձայնը հասնում էր այնպիսի բարձրություններին, որ ապակիները դողում էին պատուհաններում։ Բայց ավելի շատ խոսում էին նրա անկեղծության մասին։ Երբ Օֆելիան երգում էր սիրո երգեր, թվում էր, թե նա իսկապես սիրահարված է։ Երբ երգում էր ցավի մասին, լսողները տեսնում էին արցունքներ նրա աչքերում։ 1963 թվականին 21 տարեկանում Օֆելիան ավարտեց կոնսերվատորիան կարմիր դիպլոմով եւ անմիջապես ստացավ առաջարկ աշխատելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես սոլիստ։
Նրա առաջին պաշտոնական համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Սպենզիարյանի թատրոնում, եւ տոմսերը վաճառվեցին 3 օրում։ Այդ երեկո Օֆելիան ելավ բեմ, հագած սպիտակ երեկոյան զգեստով, որը նրան տվել էր Գոհար Գասպարյանը որպես շրջանավարտի նվեր։ Եվ երբ նա սկսեց երգել Արամ Խաչատրյանի Գայանե բալետից հայտնի մելոդիան, ամբողջ դահլիճը կարծես սառեց ժամանակի մեջ։ Մարդիկ նստած էին անշարժ, շատերը փակել էին աչքերը, ավելի լավ զգալու համար այդ ձայնի կախարդանքը։ Երբ վերջին նոտան հնչեց, մի քանի վայրկյան լռություն էր, այնպիսի խորը, որ Օֆելիան վախեցավ, արդյոք ինչ-որ բան սխալ էր արել։ Բայց հետո դահլիճը պայթեց այնպիսի ծափահարություններով, որ թատրոնի տնօրենը հետո պատմեց, նա երբեք չէր տեսել նման ոգևորություն։ Մարդիկ ոտքի էին ելել, գոչում էին բրավո, շատերը լաց էին լինում, եւ Օֆելիան պետք է վերադառնար բեմ 7 անգամ երգելու համար անկորներ։ Բայց հենց այդ հաջողության գագաթնակետում, երբ Օֆելիա Համբարձումյանի անունը դարձել էր Երևանի ամենաթեժ թեման, երբ նրա լուսանկարները զարդարում էին թերթերի առաջին էջերը, եւ երբ նրան հրավիրում էին Մոսկվա հանդեպ գալու Կրեմլյան պալատում, սկսվեց մի բան, որը նախ թվաց պարզապես դժբախտ պատահար, բայց հետո բացահայտվեց որպես մանրակրկիտ պլանավորված ոչնչացման ծրագիր։ 1965 թվականի դեկտեմբերին Օֆելիային պետք էր հանդես գալ Լենինգրադում, Կիրովի անվան թատրոնում, որտեղ հավաքվելու էին Սովետական միության ամենահեղինակավոր երաժշտական քննադատները։ Սա պետք էր լիներ նրա մեծ դուրս գալքը դեպի համամիութենական փառք։ Բայց 3 օր առաջ, երբ Օֆելիան արդեն իսկ նստած էր գնացքում դեպի Լենինգրադ, նրան հանկարծ կանչեցին վերադառնալ Երևան, անհետաձգելի պատճառներով։ Համերգը չեղարկվեց առանց որևէ բացատրության, եւ Լենինգրադի թերթերը գրեցին, որ հայ երգչուհին հիվանդացել է։ Օֆելիան չէր հիվանդացել։ Նա նստած էր Երևանում, իր փոքրիկ բնակարանում, եւ փորձում էր հասկանալ, ինչու է իր կարիերայի ամենակարևոր համերգը փլուզվել վերջին պահին։ Հենց այդ պահից սկսվեցին տարօրինակ բաները։ Հունվարին Օֆելիային պետք էր ձայնագրություն անել Հայաստանի ռադիոյում նոր ալբոմի համար, որը պետք էր տարածվեր ամբողջ Սովետական միությունում։ Նա եկավ ստուդիա, պատրաստվեց, երգեց 5 երգ, եւ բոլորը ասացին, որ ձայնագրությունը կատարյալ է։ Բայց երբ ալբոմը պետք էր թողարկվեր, Օֆելիային տեղեկացրին, որ տեխնիկական խնդիրների պատճառով ձայնագրությունը կորել է։ Ամբողջ 5 ժամվա աշխատանքը անհետացել։ Փետրվարին նրան հրավիրեցին Թբիլիսի։ Բայց համերգից 1 օր առաջ վրացական կողմը հանկարծ փոխեց ծրագիրը։ Մարտին Բաքվում նրա համերգը չեղարկվեց անվտանգության պատճառներով։ Ապրիլին Երևանի հեռուստատեսությունը պետք էր ուղիղ եթեր հաղորդեր Օֆելիայի համերգը, բայց հենց սկսելուց մի քանի րոպե առաջ տեխնիկական տնօրենը հայտարարեց, որ սարքավորումները փչացել են։ Օֆելիան սկսեց զգալ, որ ինչ-որ անտեսանելի ուժ շրջապատել է նրան, եւ մեկ առ մեկ փակում է բոլոր դռները։ Նա փորձեց խոսել ֆիլհարմոնիայի տնօրենի հետ, բայց տնօրենը, ով մինչ այդ միշտ ճպտում էր նրան, այժմ խուսափում էր նրա էջները հայացքից եւ ասում էր անորոշ բառեր, դժվարություններ, բարդ ժամանակներ, պետք է սպասել։ Մայիսին Օֆելիան պատահաբար հանդիպեց իր հին ընկերուհուն Լուսինե Սարգսյանին, ով աշխատում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում որպես քարտուղար։ Լուսինեն, նայելով շուրջը եւ համոզվելով, որ ոչ ոք չի լսում, շշուկով ասաց Օֆելիային. «Քեզ համար կա հրաման վերևից։ Չգիտեմ ինչու, բայց քո անունը արգելված ցուցակում է։ Ասում են, դու մերժել ես ինչ-որ կարևոր մարդու խնդրանքը»։ Օֆելիան սառեց։ Ինչ խնդրանք, որ կարևոր մարդ։ Նա փորձեց հիշել, բայց չկար ոչինչ այնպիսին, որ կարող էր բացատրել այս սարսափելի իրավիճակը։ Լուսինեն ավելացրեց. «Ասում եմ, որ դու չես ուզում երգել այն, ինչ քեզ ասում են, որ դու չափազանց անկախ ես, որ դու վտանգավոր ես համակարգի համար»։ Այդ խոսքերը հնչեցին Օֆելիայի ականջներում ինչպես մահավճիռ։ Նա հասկացավ, որ դա ոչ թե պատահական դժբախտություններ էին, այլ նպատակաուղղված հարձակում։ Բայց ով էր հարձակվում եւ ինչու։ Ինչ էր արել նա, որ արժանացավ այս անտեսանելի, բայց ահավոր պատժի։ Օֆելիան վերադարձավ տուն եւ ամբողջ գիշեր նստեց իր փոքրիկ խոհանոցում, փորձելով հասկանալ, թե երբ եւ ինչպես սկսվեց այս ամենը։ Նա հիշեց 1964 թվականի աշունը, երբ նրան կանչեցին կուսակցության կենտրոնական կոմիտե եւ առաջարկեցին երգել հատուկ երգեր, նվիրված Լենինի ծննդյան հոբելյանին։ Օֆելիան կարդաց տեքստերը եւ զգաց անհանգստություն, դրանք այնքան պրիմիտիվ էին, այնքան լի քարոզչությամբ, որ նա չէր կարող պատկերացնել, թե ինչպես կարող է երգել դրանք իր ամբողջ սրտով։ Նա քաղաքավարի ասաց, որ նախընտրում է երգել ավանդական հայկական երգեր եւ դասական ռեպերտուար։ Այդ պահին սենյակում եղած մարդը,
Կենտրոնական կոմիտեի մշակույթի բաժնի վարիչ Վահագն Մկրտչյանը նայեց նրան երկար եւ սառը հայացքով եւ ասաց. Ընկերուհի Համբարձումյան, Սովետական միությունում արտիստները ծառայում են ժողովրդին, ոչ թե իրենց ճաշակին։ Օֆելիան պատասխանեց, որ նա ծառայում է արվեստին, եւ արվեստը պահանջում է անկեղծություն։ Մկրտչյանը ոչինչ չասաց, միայն գրեց ինչ-որ բան իր նոթատետրում, եւ Օֆելիան հեռացավ, չգիտակցելով, որ հենց այդ պահին ստորագրվեց նրա կործանման հրամանը։ Հիմա նստած խավարած խոհանոցում Օֆելիան հասկացավ, որ այդ մի պարզ ոչը, այդ մի անգամ արտահայտված անկախությունը բավական էր, որպեսզի նրան դարձնեն անցանկալի անձ։ Համակարգը չէր ներում անհնազանդությունը, հմտությունը, հատկապես երբ դա գալիս էր այնպիսի մարդուց, ում ձայնը կարող էր հասնել միլիոնների սրտերին։ Օֆելիան վտանգավոր էր ոչ թե իր տաղանդով, այլ իր անկախությամբ։ Նա չէր կարող վերահսկվել, չէր կարող ստիպվել երգել այն, ինչ չէր հավատում, եւ դա դարձրեց նրան թշնամի այն մարդկանց համար, ովքեր կարծում էին, որ արվեստը պետք է լինի քարոզչության գործիք։ Բայց ով էր Վահագն Մկրտչյանը, եւ ինչքան հեռու էր տարածվում նրա ազդեցությունը։ Արդյոք նա մենակ էր այս ամենի հետևում, թե կային ուրիշներ, ավելի հզոր մարդիկ, ովքեր որոշել էին, որ Օֆելիա Համբարձումյանը պետք է անհետանա հանրային կյանքից։ Հունիսին Օֆելիային հրավիրեցին Մոսկվա, հանդիպման Սովետական միության մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նա գնաց հույս ունենալով, որ այնտեղ կարող է բացատրել իրավիճակը եւ գուցե գտնել արդարություն։ Բայց երբ նա մտավ սառը պաշտոնական սենյակը Մոսկվայի կենտրոնում, նա տեսավ 3 մարդու, նստած սեղանի ետևում, ինչպես դատավորներ։ Նրանցից մեկը, ծեր մարդ, մոխրագույն կոստյումով եւ ծանր ակնոցներով, սկսեց խոսել առանց նույնիսկ ողջույնի։ Ընկերուհի Համբարձումյան, մենք ստացել ենք զեկույցներ, որ դուք հրաժարվում եք համագործակցել կուսակցության մշակութային ծրագրերի հետ։ Սա լուրջ խնդիր է։ Սովետական արտիստը պետք է լինի կուսակցության ձայնը, ոչ թե անհատական ամբիցիաների գրող։ Օֆելիան փորձեց բացատրել, որ նա երբեք չի հրաժարվել ծառայել իր ժողովրդին, բայց նա չի կարող երգել երգեր, որոնք չի զգում իր սրտում։ Ծերունին ընդհատեց նրան. Ձեր սիրտը ձեր անձնական խնդիրն է։ Մեր խնդիրն է համակարգի պահպանումը։ Եթե դուք չեք կարող հասկանալ դա, ապա մենք ստիպված կլինենք ձեզ օգնել հասկանալ։ Այդ հանդիպումից հետո Օֆելիայի կյանքը վերածվեց դժոխքի։ Նրա բոլոր համերգները չեղարկվեցին մեկը մյուսի հետևից։ Ֆիլհարմոնիայի տնօրենը, ով մինչ այդ խոստանում էր նրան աստղային կարիերա, այժմ ասաց, որ ներկայիս պայմաններում նա չի կարող նրան աշխատանք տալ։ Երևանի ռադիոն դադարեցրեց նրա երգերի հեռարձակումը։ Հեռուստատեսությունը հեռացրեց նրա անունը բոլոր ծրագրերից։ Թերթերը, որոնք մինչ այդ գովաբանում էին նրան, այժմ լռում էին։ Կարծես Օֆելիա Համբարձումյանը երբեք գոյություն չէր ունեցել։ Նրա ընկերները սկսեցին խուսափել նրանից, վախենալով, որ կապը նրա հետ կարող է վնասել իրենց սեփական կարիերաներին։ Նույնիսկ նրա ուսուցիչը Գոհար Գասպարյանը, ով միշտ աջակցել էր նրան, այժմ խորհուրդ տվեց. Օֆելիա, գուցե դու պետք է ավելի ճկուն լինես։ Համակարգը ավելի ուժեղ է, քան մենք բոլորս միասին։ Օֆելիան զգաց, որ նա մենակ է մնացել դեմ առ դեմ մի հսկայական մեքենայի հետ, որը որոշել էր ճզմել նրան։ Օգոստոսին Օֆելիան փորձեց գտնել աշխատանք որպես երաժշտության ուսուցիչ երեխաների դպրոցում, բայց նրան մերժեցին, ասելով, որ նրա թեկնածությունը չի համապատասխանում պահանջներին։ Նա դիմեց մի քանի մշակութային կենտրոններ, առաջարկելով անվճար համերգներ, բայց բոլորը ասացին ոչ, առանց բացատրության։ Սեպտեմբերին նրա հայրը Արշակ Համբարձումյանը, ով դեռ նվագում էր Թարով ռեստորաններում, կորցրեց իր աշխատանքը։ Տնօրենը ասաց նրան, որ ռեստորանը փոխում է երաժշտական ուղղությունը, բայց Արշակը գիտեր ճշմարտությունը, նրան պատժում էին դստեր համար։ Համբարձումյանների ընտանիքը, որը մինչ այդ ապրում էր համեստ, բայց արժանապատիվ կյանքով, այժմ սկսեց սողալ դեպի աղքատություն։ Օֆելիան փորձեց վաճառել իր զարդերը, մի քանի ոսկեական ջողեր եւ մանյակ, որոնք նվեր էր ստացել իր առաջին մեծ համերգից հետո։ Բայց դրանք բավարար չէին, նույնիսկ 1 ամսվա վարձավճարի համար։ Հոկտեմբերին, երբ Երևանը սկսեց ծածկվել աշնան մառախլով, Օֆելիան նստած էր իր բնակարանում եւ լսում էր ռադիոն։ Հանկարծ նա լսեց ծանոթ մելոդիա։ Դա նրա սիրելի երգերից մեկն էր՝ Իմ Հայաստան։ Բայց ձայնը նրանը չէր։ Դա մեկ այլ երգչուհու ձայն էր՝ Արմինե Խաչատրյանը, ով մինչ այդ եղել էր Օֆելիայի ստվերում, բայց այժմ ակնհայտորեն ստացել էր իր հնարավորությունը։ Օֆելիան լսեց մինչև վերջ, եւ երբ երգը ավարտվեց, հաղորդավարը ասաց. Դա էր մեր սիրելի Արմինե Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական արտիստուհին։ Օֆելիան անջատեց ռադիոն եւ նստեց լռության մեջ։ Նա հասկացավ, որ նրա տեղը արդեն լրացվել է, որ համակարգը գտել է ավելի հնազանդ, ավելի ճիշտ ձայն։
Նա հասկացավ, որ իր պայքարը կորցրած էր, բայց նա դեռ չգիտեր, թե որքան խորն էր դեռ իջնելու այս անթունդը։ Նոյեմբերին Օֆելիային կանչեցին Հայաստանի Հանրապետության KGB կոմիտետ պետական անվտանգության։ Երբ նա մտավ այդ սառը մութ շենքը Երևանի կենտրոնում, նրա սիրտը բաբախում էր այնքան ուժգնորեն, որ նա կարծում էր կընկնի ճանապարհին։ Նրան տարան մի փոքրիկ սենյակ, որտեղ նստած էր մի մարդ, 40 տարեկան, կարճ մազերով եւ սառը անարտահայտիչ դեմքով։ Նա ներկայացավ որպես մայոր Պետրոսյան եւ սկսեց հարցնել Օֆելիային նրա կապերի մասին։ Ում հետ է նա շփշփվում։ Ով է նրան խրախուսել հրաժարվել կուսակցության խնդրանքներից։ Արդյոք նա ունի կապեր արտասահմանյան անձանց հետ։ Օֆելիան պատասխանեց, որ նա պարզապես երգչուհի է, որ նա ոչ ոքի հետ չի խորհրդակցել, որ նրա միակ ցանկությունը երգելն է։ Մայոր Պետրոսյանը նայեց նրան երկար եւ ասաց. Ընկերուհի Համբարձումյան, անկախությունը սովետական միությունում շքեղություն է, որը մենք չենք կարող թույլ տալ։ Դուք պետք է ընտրեք կամ համագործակցել, կամ դուրս մնալ։ Օֆելիան հասկացավ, որ դուրս մնալ նշանակում էր ոչ միայն կարիերայի ավարտ, այլև հնարավոր վտանգ իր եւ իր ընտանիքի համար։ Դեկտեմբերին, երբ Երևանը ծածկվեց ձյունով, Օֆելիա Համբարձումյանը նստած էր իր բնակարանում եւ նայում էր պատուհանից դեպի փողոցը, որտեղ երեխաները խաղում էին ձյան մեջ։ Նա հիշեց, թե ինչպես մի տարի առաջ այս նույն ժամանակին նա կանգնած էր բեմում եւ երգում էր հազարավոր մարդկանց համար։ Հիմա նա նստած էր լռության մեջ, մոռացված եւ արգելված։ Նրա ձայնը, որը մեկ ժամանակ համարվում էր Հայաստանի գանձ, այժմ դարձել էր վտանգավոր զենք, որը պետք է լռեցնել։ Բայց ով էին այն մարդիկ, ովքեր կայացրին այս վճիռը։ Ով էր Վահագն Մկրտչյանը եւ ինչ էր նրա իսկական դերը այս ամենում։ Արդյոք նա մենակ էր գործում, թե կային ուրիշներ, ավելի հզոր ուժեր, որոնք ուզում էին ոչնչացնել Օֆելիային։ Եվ ամենակարևորը, արդյոք Օֆելիան կարող էր դեռ պայքարել, թե այս պատերազմը արդեն կորցրած էր դեռ չսկսելուց։ Երբ 1966 թվականի հունվարը սկսվեց ծանր ցրտով եւ անդադար ձյունով, Օֆելիա Համբարձումյանը արթնացավ մի առավոտ եւ հասկացավ, որ նրա հեռախոսը լռում է արդեն 3 շաբաթ։ Ոչ ոք չէր զանգում, ոչ ոք չէր հրավիրում, ոչ ոք չէր հետաքրքրվում։ Այն հեռախոսը, որը մեկ ժամանակ զնգում էր անդադար, համերգների հրավերներով, հարցազրույցների խնդրանքներով, երկրպագուների շնորհավորանքներով, այժմ դարձել էր անշունչ պլաստմասե առարկա։ Օֆելիան նստեց իր փոքրիկ խոհանոցում, խմեց սառած թեյ եւ նայեց իր ձեռքերին։ Այդ ձեռքերը, որոնք մեկ ժամանակ պարում էին բեմում, այժմ դողում էին ցրտից եւ անորոշությունից։ Նրա մայրը, Սիրանուշը, մտավ խոհանոց եւ նստեց նրա կողքին, առանց խոսքի։ Երկու կանայք նստեցին լռության մեջ, եւ այդ լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած երգ։ Բայց Օֆելիան չէր հանձնվելու առանց պայքարի։ Նա որոշեց գտնել այն մարդուն, ով իսկապես պատասխանատու էր իր կործանման համար։ Նա գիտեր Վահագն Մկրտչյանի անունը, բայց նա պետք է իմանար ավելին։ Փետրվարի սկզբին Օֆելիան գնաց կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք եւ պահանջեց հանդիպում Մկրտչյանի հետ։ Քարտուղարուհին, երիտասարդ աղջիկ նյարդային աչքերով, ասաց, որ Մկրտչյանը զբաղված է եւ չի կարող ընդունել։ Օֆելիան ասաց, որ կսպասի։ Նա նստեց սառը միջանցքում եւ սպասեց 6 ժամ։ Երբ երեկոն մոտեցավ եւ շենքը սկսեց դատարկվել, Մկրտչյանը վերջապես դուրս եկավ իր գրասենյակից։ Երբ նա տեսավ Օֆելիային, նրա դեմքին երևաց մի պահ զարմանք, հետո սառը արհամարանք։ Ինչ եք ուզում, ընկերուհի Համբարձումյան, հարցրեց նա, առանց կանգ առնելու։ Օֆելիան ոտքի ելավ եւ ասաց. Ես ուզում եմ իմանալ, թե ինչու եք դուք ոչնչացնում ինձ։ Ինչ եմ ես արել, որ արժանացա այս պատժի։ Մկրտչյանը նայեց նրան երկար, եւ նրա աչքերում Օֆելիան տեսավ ոչ թե զայրույթ, այլ ինչ-որ ավելի սարսափելի բան։ Անտարբերություն։ Դուք չեք հասկանում, ընկերուհի Համբարձումյան, ասաց նա հանգիստ ձայնով։ Սա ոչինչ անձնական չէ։ Դուք պարզապես օրինակ եք։ Համակարգը պետք է ցույց տա, որ անհնազանդությունը հետևանքներ ունի։ Եթե մենք թույլ տանք ձեզ երգել այն, ինչ ուզում եք, ապա վաղը բոլոր արտիստները կսկսեն պահանջել նույն ազատությունը, եւ ապա մենք կորցնենք վերահսկողությունը։ Դուք զոհ եք, այո, բայց անհրաժեշտ զոհ։ Այդ խոսքերը հարվածեցին Օֆելիային ինչպես ֆիզիկական հարված։ Նա հասկացավ, որ իր կործանումը ոչ թե պատահական էր, ոչ թե անձնական վրեժխնդրություն, այլ հաշվարկված քաղաքականություն։ Նա էր ընտրվել որպես զգուշացում ուրիշների համար։ Մկրտչյանը շարունակեց քայլել դեպի ելք, եւ Օֆելիան մնաց կանգնած միջանցքում, մենակ եւ ջախջախված։ Բայց եթե Մկրտչյանը էր դեմքը, ապա ով էր ուղեղը։ Օֆելիան սկսեց հետաքննություն, խոսելով հին ընկերների, գործընկերների, նույնիսկ անծանոթների հետ, ովքեր կարող էին ինչ-որ բան իմանալ։
Մարտին նա հանդիպեց մի հին ծանոթի, Գևորգ Ավակյանին, ով աշխատում էր Մոսկվայում, Սովետական միության մշակույթի նախարարությունում։ Գևորգը, ով մեկ ժամանակ եղել էր Օֆելիայի երկրպագուներից մեկը, այժմ խոսեց նրա հետ միայն այն պայմանով, որ ոչ ոք երբեք չիմանա այս զրույցի մասին։ Նրանք հանդիպեցին Երևանի ծայրամասում, մի փոքրիկ կաֆեում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրանց։ Գևորգը ասաց. Օֆելիա, այնինչ պատահել է քեզ հետ, որոշվել է ավելի բարձր, քան Մկրտչյանը։ Մոսկվայում կա մի խումբ, որը վերահսկում է բոլոր արտիստներին Սովետական միությունում։ Նրանք որոշում են, թե ով կարող է երգել, ով ոչ, ով կարող է ճանապարհորդել արտասահման, ով ոչ։ Եվ երբ ինչ-որ մեկը դառնում է չափազանց անկախ, չափազանց ազդեցիկ, նրանք ոչնչացնում են նրան։ Ոչ ֆիզիկապես, այլ մասնագիտորեն։ Քեզ ընտրեցին, որովհետև դու չափազանց տաղանդավոր էիր եւ չափազանց անկախ։ Դու վտանգ էիր ներկայացնում։ Օֆելիան հարցրեց. Բայց ով է այդ խմբի ղեկավարը։ Ով է իսկապես պատասխանատու։ Գևորգը նայեց շուրջը եւ շշուկով ասաց. Նրա անունը Յուրի Անդրոպով։ Նա KGB-ի նախագահն է եւ նա անձամբ վերահսկում է բոլոր մշակութային հարցերը։ Եթե քո անունը հայտնվել է նրա սեղանին, ապա դու արդեն կորած ես։ Ոչ ոք չի կարող փրկել քեզ։ Այդ անունը Յուրի Անդրոպով հնչեց Օֆելիայի ականջներում, ինչպես մահվան զանգ։ Նա գիտեր այդ անունը, բոլորը գիտեին։ Անդրոպովը էր մարդը, ով վերահսկում էր ամբողջ Սովետական միությունը, ով որոշում էր, թե ով կապրի եւ ով կմեռնի, ով կհաջողի եւ ով կոչինչանա։ Եվ եթե նա որոշել էր, որ Օֆելիա Համբարձումյանը պետք է անհետանա, ապա ոչ մի ուժ երկրի վրա չէր կարող փոխել այդ վճիռը։ Ապրիլին Օֆելիայի հայրը, Արշակ Համբարձումյանը, հիվանդացավ։ Նա ունեցավ սրտի նոպա, եւ բժիշկները ասացին, որ դա սթրեսի եւ անհանգստության հետևանքն է։ Արշակը ամբողջ կյանքը աշխատել էր, երբեք չէր գանգատվել, բայց այժմ, տեսնելով իր դստեր տառապանքները եւ ընտանիքի ֆինանսական կործանումը, նրա սիրտը չդիմացավ։ Օֆելիան նստեց հոր անկողնու կողքին հիվանդանոցում եւ պահեց նրա ձեռքը, որը դարձել էր նիհար եւ թույլ։ Արշակը նայեց դստեր աչքերին եւ շշուկով ասաց. Օֆելիա, ես ներիր ինձ։ Ես չկարողացա պաշտպանել քեզ։ Ես ուզում էի, որ դու լինես աստղ, բայց ես քեզ տարա դեպի այս դժոխք։ Օֆելիան լաց եղավ եւ ասաց. Հայր, դու ոչինչ մեղավոր չես։ Դու ինձ տվեցիր ամենակարևորը՝ սերը երաժշտության նկատմամբ, եւ ոչ ոք չի կարող խլել այն ինձնից։ Բայց երբ նա դուրս եկավ հիվանդանոցից, նա գիտեր, որ սուտ էր ասել։ Նրանք արդեն խլել էին նրանից ամենակարևորը՝ իրավունքը երգելու։ Մայիսին Օֆելիային հասավ լուրը, որ Արմինե Խաչատրյանը, երգչուհին, ով զբաղեցրել էր նրա տեղը, պատրաստվում է մի մեծ համերգի Մոսկվայի Կրեմլյան պալատում։ Այդ համերգը պետք է լիներ Օֆելիայինը, դա նրա երազանքն էր, նրա նպատակը, բայց այժմ մեկ ուրիշը կերքի նրա երգերը, կստանա նրա ծափահարությունները, կապրի նրա կյանքը։ Օֆելիան զգաց այնպիսի ցավ, որը ավելի ուժեղ էր, քան ցանկացած ֆիզիկական տառապանք։ Նա հասկացավ, որ նրան ոչ միայն խլել էին կարիերան, այլև ինքնությունը։ Նա այլևս չէր Օֆելիա Համբարձումյանը, երգչուհին։ Նա դարձել էր ուրվական, անտեսանելի, գոյություն չունեցող։ Հունիսին, երբ Երևանը տաքանում էր ամառային արևի տակ, Օֆելիան նստեց իր բնակարանում եւ գրեց նամակ Յուրի Անդրոպովին։ Նա գիտեր, որ այդ նամակը հավանաբար երբեք չի վիհասնի նրան, բայց նա պետք է փորձեր։ Նա գրեց. Հարգելի ընկեր Անդրոպով, ես Օֆելիա Համբարձումյան եմ, երգչուհի Հայաստանից։ Ես գրում եմ ձեզ, որովհետև ես հավատում եմ արդարությանը, եւ ես հավատում եմ, որ դուք, որպես մեր երկրի ղեկավար, կարող եք վերականգնել այդ արդարությունը։ Ինձ մեղադրում են անհնազանդության մեջ, բայց ես երբեք չեմ եղել անհնազանդ։ Ես միայն ուզում էի երգել այն երգերը, որոնք իմ սրտում են, որոնք իմ ժողովրդի հոգին են արտահայտում։ Արդյոք սա հանցանք է։ Արդյոք սա արժանի է կործանման։ Ես խնդրում եմ ձեզ, տվեք ինձ հնարավորություն ապացուցել իմ հավատարմությունը իմ երկրին եւ իմ արվեստին։ Նա ստորագրեց նամակը, դրեց ծրարի մեջ եւ ուղարկեց Մոսկվա։ Հետո նա սպասեց 1 շաբաթ, 2 շաբաթ, 1 ամիս։ Պատասխան չեկավ։ Հուլիսին Օֆելիայի մայրը, Սիրանուշը, ասաց նրան. Օֆելիա, գուցե ժամանակն է դադարեցնել պայքարը։ Գուցե մենք պետք է հեռանանք Երևանից, գնանք մի փոքր գյուղ, որտեղ ոչ ոք չի ճանաչի մեզ, եւ դու կարող ես սկսել նոր կյանք։ Օֆելիան նայեց մոր աչքերին, որոնք լի էին հոգսով եւ սիրով, եւ ասաց. Մայրիկ, ես չեմ կարող փախչել։ Եթե ես փախչեմ, ապա նրանք հաղթել են։ Եթե ես լռեմ, ապա իմ ձայնը իսկապես մեռած է։ Ես պետք է մնամ եւ պայքարեմ, նույնիսկ եթե ես գիտեմ, որ ես կպարտվեմ։ Սիրանուշը գրկեց դստերը եւ լաց եղավ, եւ երկու կանայք կանգնեցին այնտեղ, գրկված,
երկու կորած հոգիներ անտարբեր աշխարհում։ Օգոստոսին Օֆելիային հասավ անսպասելի լուր։ Նրա հին ընկերուհին Լուսինե Սարգսյանը, ով աշխատում էր կուսակցության կենտրոնական կոմիտեում, զանգեց նրան եւ ասաց, որ ուզում է հանդիպել։ Նրանք հանդիպեցին նույն փոքրիկ կաֆեում, որտեղ Օֆելիան հանդիպել էր Գևորգ Ավագյանի հետ։ Լուսինեն նայեց շուրջը, համոզվեց, որ ոչ ոք չի լսում եւ ասաց. Օֆելիա, ես ինչ-որ բան իմացա։ Քո նամակը Անդրոպովին իսկապես հասավ նրան, բայց նա չպատասխանեց, որովհետև նա ստացավ զեկույց Վահագն Մկրտչյանից, որտեղ ասվում էր, որ դու կապեր ունես արտասահմանյա լրագրողների հետ եւ որ դու պլանավորում ես փախչել սո։ Ես գիտեմ, որ դա սուտ է, բայց Անդրոպովը չգիտի, եւ Մկրտչյանը շատ հմուտ է սուտ ասելու մեջ։ Նա ստեղծել է ամբողջ պատմություն քո մասին, եւ այժմ դու ոչ միայն անհնազանդ արտիստուհի ես, այլև հնարավոր դավաճան։ Այդ խոսքերը եղան վերջին հարվածը։ Օֆելիան հասկացավ, որ նա ոչ միայն կորցրել էր իր կարիերան, այլև իր անունը։ Նրան ոչ միայն լռեցրել էին, այլև վարկաբեկել։ Համակարգը ոչ միայն ոչնչացրել էր նրան, այլև վերածել նրան թշնամու։ Եվ ամենասարսափելին այն էր, որ ոչ ոք չէր հավատալու նրան, ոչ ոք չէր պաշտպանելու նրան։ Նա մենակ էր դեմ առ դեմ մի հսկայական սուտի հետ, որը ավելի ուժեղ էր, քան ցանկացած ճշմարտություն։ Օֆելիան վերադարձավ տուն եւ նստեց իր փոքրիկ սենյակում, որտեղ պատերին կախված էին նրա հին լուսանկարները, բեմում, ծաղկեպ ջնջերով, ժպտացող եւ երջանիկ։ Նա նայեց այդ լուսանկարներին եւ չճանաչեց այդ կնոջը։ Այդ կինը ապրում էր մեկ այլ աշխարհում, մեկ այլ կյանքում։ Այդ կինը մեռել էր եւ նրա տեղը մնացել էր միայն ստվեր, միայն ստվեր։ Սեպտեմբերին Օֆելիայի հայրը, Աշակ Համբարձումյանը, մահացավ հիվանդանոցում։ Նրա սիրտը չդիմացավ սթրեսին եւ տառապանքներին։ Օֆելիան կանգնեց հոր գերեզմանի մոտ եւ զգաց, որ նրա սեփական կյանքը նույնպես թաղվում է այնտեղ։ Նա կորցրել էր ամեն ինչ՝ կարիերան, անունը, հայրը։ Ինչ էր մնացել։ Միայն ցավը եւ զայրույթը։ Բայց նույնիսկ այդ զայրույթը սկսում էր մարել, փոխարինվել հոգնածությամբ եւ հուսահատությամբ։ Օֆելիան հասկացավ, որ նա չի կարող շարունակել այս պայքարը։ Նա չի կարող շարունակել ապրել այս դժոխքում։ Բայց ինչ այլ ընտրանք ուներ նա։ Փախուստ, մահ, թե ինչ-որ երրորդ ճանապարհ, որը նա դեռ չէր տեսնում։ Հոկտեմբերին, երբ Երևանը դարձյալ ծածկվեց աշնան մառախլով, Օֆելիան ստացավ անսպասելի այցելություն։ Դռան զնգակը հնչեց երեկոյան ժամը 9, եւ երբ նա բացեց դուռը, տեսավ անծանոթ մարդու, մոտ 50 տարեկան, մոխրագույն մազերով եւ հոգնած աչքերով։ Մարդը ներկայացավ որպես Վարդան Սարգսյան եւ ասաց, որ նա լրագրող է, ով հետաքննում է կուսակցության կոռուպցիան եւ չարաշահումները։ Նա ասաց, որ լսել է Օֆելիայի պատմության մասին եւ ուզում է օգնել նրան։ Օֆելիան նայեց նրան կասկածանքով։ Ինչպես կարող եք դուք օգնել ինձ, հարցրեց նա։ Ամբողջ համակարգը դեմ է ինձ։ Վարդանը ասաց. Ես չեմ կարող փոխել համակարգը, բայց ես կարող եմ պատմել ձեր պատմությունը։ Ես կարող եմ ապացուցել, որ այնինչ պատահել է ձեզ հետ անարդար է, եւ գուցե մի օր, երբ այս համակարգը փլուզվի, մարդիկ կհիշեն ձեր անունը եւ կիմանան ճշմարտությունը։ Օֆելիան նստեց եւ մտածեց երկար։ Նա գիտեր, որ եթե նա խոսի այս լրագրողի հետ, նա կարող է դնել իրեն ավելի մեծ վտանգի մեջ։ Բայց նա նաեւ գիտեր, որ եթե նա չխոսի, ապա նրա պատմությունը կմնա անասված եւ նրա տառապանքները կլինեն անիմաստ։ Նա նայեց Վարդանի աչքերին եւ տեսավ այնտեղ ինչ-որ բան, որը նա չէր տեսել երկար ժամանակ։ Անկեղծություն։ Կեղծություն։ Նա որոշեց վստահել նրան։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում Օֆելիան պատմեց ամեն ինչ՝ Մկրտչյանի մերժումը, Անդրոպովի անտարբերությունը, սուտ մեղադրանքները, կործանումը։ Վարդանը նշում էր ամեն ինչ իր նոթատետրում, եւ երբ Օֆելիան ավարտեց, նա ասաց. Ձեր պատմությունը պետք է լսեն։ Ես խոստանում եմ, որ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այն հասնի մարդկանց։ Օֆելիան զգաց փոքրիկ հույսի կայծ, առաջին անգամ ամիսներ շարունակ։ Գուցե դեռ կար հնարավորություն, որ նրա ձայնը կլսվի, նույնիսկ եթե ոչ երգի տեսքով, ապա գոնե խոսքի տեսքով։ Բայց այդ հույսը կարճ էր։ Նոյեմբերին Վարդան Սարգսյանը ձերբակալվեց KGB-ի կողմից, հակասովետական քարոզչության մեղադրանքով։ Նրա բոլոր նոթերը եւ ձայնագրությունները բռնագրավվեցին, ներառյալ Օֆելիայի հարցազրույցը։ Օֆելիան իմացավ այս լուրը եւ հասկացավ, որ նույնիսկ այդ վերջին հույսը փլուզվել է։ Համակարգը ավելի ուժեղ էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Այն ոչ միայն ոչնչացնում էր իր թշնամիներին, այլև բոլոր նրանց, ովքեր փորձում էին օգնել նրանց։ Օֆելիան նստեց իր բնակարանում եւ զգաց, որ նա ընկնում է անդունդ, որտեղ չկա հատակ, չկա լույս, չկա փրկություն։ Նա հասկացավ, որ նրա պայքարը ավարտվել է եւ նա պարտվել է։ Բայց նույնիսկ պարտության մեջ նա չէր հանձնվելու իր արժանապատվությունը։ Նա չէր երգելու այն երգերը,
որոնք չէր հավատում։ Նա չէր ծնկի գալու այն համակարգի առջև, որը փորձել էր ջախջախել նրան։ Նա կմնար ինքը, Օֆելիա Համբարձումյանը, երգչուհին, ով համարձակվեց ասել ոչ։ Դեկտեմբերին, երբ տարին մոտենում էր իր ավարտին, Օֆելիան նստեց իր պատուհանի մոտ և նայեց դեպի ձյունապատ Երևանը։ Նա մտածեց իր կյանքի մասին, իր երազանքների մասին, իր կործանման մասին։ Նա մտածեց Վահագն Մկրտչյանի մասին, Յուրի Անդրոպովի մասին, բոլոր այն անտեսանելի մարդկանց մասին, ովքեր որոշել էին նրա ճակատագիրը։ Նա մտածեց համակարգի մասին, որը ճզմում էր իր զավակներին, որը վախենում էր անկախությունից, որը նախընտրում էր հնազանդությունը տաղանդին, և նա մտածեց ապագայի մասին։ Արդյոք մի օր այս համակարգը կփլուզվի։ Արդյոք մի օր մարդիկ կլսեն նրա պատմությունը և կհասկանան, թե ինչ գնով եկավ այդ հնազանդությունը։ Նա չգիտեր պատասխաններ այդ հարցերին, բայց նա գիտեր մի բան. նա չէր ափսոսում իր ընտրության համար։ Նա ընտրել էր արվեստը համակարգից բարձր, ճշմարտությունը սուտից բարձր, արժանապատվությունը հաջողությունից բարձր։ Եվ եթե դա նշանակում էր կործանում, ապա թող լիներ կործանում։ Բայց նա կմնար ինքը, մինչև վերջ։ Երբ 1967 թվականի հունվարի սառը առավոտը Օֆելիա Համբարձումյանը բացեց իր փոստարկղը, նրա ձեռքերը սկսեցին դողալ, տեսնելով դեղին ծրարը առանց ետադարձի հասցեի։ Ներսում գտնվող թուղթը պարունակում էր միայն 3 տող, գրված մեքենագրությամբ, առանց ստորագրության։ Ձեր բնակարանը Կոնդ թաղամասում գտնվում է հատուկ վերահսկողության տակ։ Ձեր հեռախոսային զրույցները ձայնագրվում են։ Ձեր այցելուները գրանցվում են։ Օֆելիան կարդաց այս տողերը 3 անգամ, փորձելով հասկանալ, արդյոք սա սպառնալիք էր, թե զգուշացում բարեկամից։ Նա նայեց շուրջը իր փոքրիկ բնակարանին, այս պատերին, որոնք տեսել էին նրա երջանկությունը և այժմ տեսնում էին նրա կործանումը, և հանկարծ զգաց, որ այս պատերն ունեն ականջներ, այս առաստաղը ունի աչքեր։ Նա հիշեց, թե ինչպես 3 շաբաթ առաջ տարօրինակ տեխնիկ էր եկել ստուգելու էլեկտրական հաշվիչը, թե ինչպես նա երկար ժամանակ մնացել էր սենյակում, ինչ-որ բան անելով պատի մոտ։ Հիմա Օֆելիան հասկացավ, այդ մարդը տեղադրել էր լսող սարքեր։ Նրա սեփական տունը դարձել էր բանտ, որտեղ ամեն խոսք, ամեն շունչ գրանցվում էր անտեսանելի թշնամիների կողմից։ Նա նստեց իր հին բազկաթոռին և զգաց, որ օդը դառնում է ավելի ծանր, կարծես պատերը սկսում են մոտենալ իրար, ճզմելով նրան։ Ո՞վ էր ուղարկել այս նամակը։ KGB-ն որպես հոգեբանական ճնշման միջոց, թե ինչ-որ մեկը ներսից, ով փորձում էր նրան փրկել ցույց տալով, թե որքան խորն է նա ընկել վերահսկողության ցանցում։ Արդյոք նրա մայրը Սիրանուշը, ով այդ պահին գտնվում էր շուկայում, գիտեր, որ նրանց ամեն զրույցը, ամեն արցունքը դարձել է ինչ-որ մեկի աշխատանքային զեկույցի մաս։ Օֆելիան վերցրեց այդ թուղթը և այրեց այն գազօջախի վրա, դիտելով, թե ինչպես բոցը լափում է այդ սպառնալիքը, բայց նա գիտեր, որ կրակը չի կարող այրել ճշմարտությունը, նա այլևս ազատ չէր նույնիսկ իր սեփական տանը։ Նա հիշեց մի պատմություն, որը լսել էր տարիներ առաջ, հայտնի բանաստեղծի մասին, ով այնքան վախենում էր լսող սարքերից, որ սկսել էր գրել իր բանաստեղծությունները ձյան վրա ձմռանը, որպեսզի դրանք հալչեն առավոտյան և չթողնեն հետք։ Այն ժամանակ Օֆելիան կարծում էր, որ դա պարանոյա է, բայց հիմա նա հասկանում էր, դա ոչ թե խելագարություն էր, այլ գոյատևման ռազմավարություն այն համակարգում, որտեղ մտքերը դարձել էին հանցանք։ Նա մտածեց, արդյոք իր երգերը, որոնք նա երգում էր լոգարանում, միակ տեղը, որտեղ ջուրը կարող էր ծածկել նրա ձայնը, արդյոք դրանք նույնպես գրանցվում են, վերլուծվում են, օգտագործվում են որպես ապացույց նրա անհուսալիության դեմ։ Ինչպիսի աշխարհ էր սա, որտեղ երգը դառնում էր մեղադրանք, որտեղ լռությունը դառնում էր միակ անվտանգ լեզուն։ Փետրվարին Օֆելիայի մոտ եկավ նրա հին ընկերուհին, Նունե Մանուկյանը, ով աշխատում էր Երևանի օպերայի թատրոնում որպես կոստյումների դիզայներ։ Նունեն նստեց Օֆելիայի դիմաց և երկար լռեց, նայելով իր ձեռքերին, կարծես փորձում էր գտնել ճիշտ խոսքերը։ Վերջապես նա ասաց. Օֆելիա, ես եկել եմ քեզ ասելու մի բան, որը գուցե ավելի լավ լիներ չիմանայիր, բայց ես չեմ կարող լռել։ Երեկ թատրոնում եղավ փակ հանդիպում, բոլոր արտիստական անձնակազմի հետ։ Այնտեղ էր Վահագն Մկրտչյանը կենտրոնական կոմիտեից։ Նա ասաց, որ Օֆելիա Համբարձումյանը օրինակ է այն մասին, թե ինչ է պատահում, երբ արտիստը դնում է իր անձնական ամբիցիաները հասարակական պարտականություններից բարձր։ Նա ասաց, որ քո անունը պետք է լինի դաս բոլորի համար։ Նա ասաց, որ ով քեզ հետ շփվի, ով քեզ աջակցի, նույնպես կդառնա կասկածելի։ Նունեի ձայնը դողում էր, երբ նա ավելացրեց. Օֆելիա, նրանք քեզ վերածել են զգուշացման պատմության։ Քեզ ցույց են տալիս որպես սարսափեցնող օրինակ երիտասարդ արտիստներին։ Դու դարձել ես ոչ թե անձ, այլ քարոզչական գործիք։
Օֆելիան լսեց այս խոսքերը եւ զգաց, որ ինչ որ բան կոտրվում է նրա ներսում։ Ոչ թե սիրտը, որը արդեն կոտրված էր, այլ վերջին մնացորդը հույսից, որ գուցե մի օր արդարությունը կվերականգնվի։ Նա հասկացավ, որ նրա կործանումը ոչ միայն անձնականն էր, այլև հանրային դաս, որը համակարգը տալիս էր բոլորին, ովքեր համարձակվեին մտածել անկախ։ Նա դարձել էր զոհաբերություն, որը մատուցվում էր վախի զոհասեղանին, որպիսի ուրիշները տեսնեն եւ վախենան։ Օֆելիան հարցեց Նունեին. «Եվ ինչ ասացին մարդիկ։ Արդյոք ինչ որ մեկը պաշտպանեց ինձ»։ Նունեն իջեցրեց աչքերը եւ շշուկով ասաց. «Բոլորը լռեցին։ Ոչ ոք չհամարձակվեց բացել բերանը։ Վախը, Օֆելիա, վախը ավելի ուժեղ է, քան ցանկացած բարեկամություն»։ Այդ խոսքերը հարվածեցին Օֆելիային ավելի ուժգին, քան ցանկացած մեղադրանք, որովհետև դրանք ցույց էին տալիս, որ նա ոչ միայն կորցրել էր իր կարիերան, այլև իր տեղը մարդկանց սրտերում։ Նա դարձել էր անձ, ում հետ կապը վտանգավոր էր, ում անունը պետք է շշուկով արտասանել, եթե ընդհանրապես արտասանել։ Մարտին Օֆելիան որոշեց անել մի բան, որը նա երբեք չէր մտածել, որ կկատարի։ Նա գնաց Երևանի կենտրոնական շուկա եւ փորձեց վաճառել իր ամենաթանկարժեք տիրույթը՝ իր մոր ժառանգած ոսկե խաչը, որը եղել էր ընտանիքում 3 սերունդ։ Այդ խաչը ոչ միայն նյութական արժեք ուներ, այլև հոգևոր։ Դա էր միակ կապը նրա հետ անցյալի, երբ նրա տատիկը երգում էր եկեղեցական երգեր եւ հավատում էր, որ Աստված պաշտպանում է արդարներին։ Օֆելիան կանգնեց շուկայի անկյունում, որտեղ հին իրեր էին վաճառվում, եւ երբ մի ծեր տղամարդ առաջարկեց նրան գումար, որը հազիվ բավարար էր 2 շաբաթվա սննդի համար, նա զգաց, որ վաճառում է ոչ միայն ոսկի, այլև իր վերջին կապը իր ինքնության հետ։ Բայց նրան ընտրություն չէր մնացել։ Նրա մայրը հիվանդ էր, դեղերը թանկ էին, եւ վարձատերը սպառնում էր հանել նրանց բնակարանից, եթե նրանք չվճարեն 3 ամսվա պարտքը։ Երբ Օֆելիան վերադարձավ տուն, գրպանում փոքրիկ փաթեթով թղթադրամներով, նա նստեց իր մոր անկողնու կողքին եւ պահեց նրա ձեռքը, որը դարձել էր նիհար եւ թափանցիկ, կարծես արդեն սկսում էր անհետանալ այս աշխարհից։ Սիրանուշը բացեց աչքերը եւ նայեց տստեր դեմքին, եւ Օֆելիան տեսավ այնտեղ ոչ թե մեղադրանք, այլ անսահման ցավ։ «Օֆելիա», շշուկեց մայրը, «ես տեսնում եմ, թե ինչ է պատահում քեզ հետ։ Ես տեսնում եմ, թե ինչպես դու մարում ես ամեն օր։ Եվ ամենասարսափելին այն է, որ ես ոչինչ չեմ կարող անել։ Ես քո մայրն եմ, բայց ես անզոր եմ քեզ պաշտպանել այս հրեշից, որը կոչվում է համակարգ»։ Օֆելիան գրկեց մորը եւ երկուսն էլ լացին։ Լացած, որը ավելի խոր էր, քան ցանկացած երգ, որը Օֆելիան երբևէ երգել էր։ Դա էր անզորության լացը, պարտության լացը, կորած երազանքների լացը։ Ապրիլին Օֆելիային հասավ լուրը, որը վերջնականապես ջախջախեց նրա վերջին հույսերը։ Արմինե Խաչատրյանը, երգչուհին, ով զբաղեցրել էր Օֆելիայի տեղը, պատրաստվում էր ամուսնանալ Վահագն Մկրտչյանի եղբորորդու հետ, Կարեն Մկրտչյանի, ով աշխատում էր Մոսկվայում, Սովետական միության մշակույթի նախարարությունում։ Այս ամուսնությունը, ունը ոչ միայն ամրապնդում էր Արմինեի դիսկերը, այլև ցույց էր տալիս, թե ինչպես է համակարգը պարգևատրում հնազանդությունը։ Արմինեն ոչ միայն ստացել էր Օֆելիայի կարիերան, այլև մտնում էր այն ընտանիքի մեջ, որը վերահսկում էր Հայաստանի ամբողջ մշակութային կյանքը։ Օֆելիան լսեց այս լուրը եւ զգաց ոչ թե նախանձ, այլ խորը տխրություն։ Տխրություն այն աշխարհի համար, որտեղ տաղանդը նշանակություն չուներ, որտեղ միակ կարևորը կապերն էին եւ հնազանդությունը։ Նա հիշեց, թե ինչպես մի անգամ տարիներ առաջ Արմինեն եկել էր նրա մոտ եւ ասել էր. «Օֆելիա, ես երբեք չեմ լինի այնպիսի երգչուհի, ինչպիսին դու ես, բայց ես գիտեմ, թե ինչպես գոյատևել այս համակարգում»։ Այն ժամանակ Օֆելիան չէր հասկացել այդ խոսքերի իմաստը, բայց հիմա նա տեսնում էր դրա ողջ իմաստը։ Գոյատևումը պահանջում էր ոչ թե տաղանդ, այլ համակերպում, ոչ թե անկեղծություն, այլ դիվանագիտություն, ոչ թե արվեստ, այլ քաղաքականություն։ Մայիսին, երբ Երևանը ծածկվեց գարնան ծաղիկներով եւ օդը լցվեց հույսի բույրով, Օֆելիա Համբարձումյանը նստած էր իր մութ բնակարանում, վարագույրները փակած, կարծես փորձելով թաքնվել աշխարհից, որը մերժել էր նրան։ Նրա մայրը, Սիրանուշը, ով այդ օրերին զգում էր մի փոքր ավելի լավ, մտավ սենյակ եւ բացեց պատուհանը, թույլ տալով արևի լույսին ներթափանցել այդ խավարի մեջ։ «Օֆելիա», ասաց նա, «դու չես կարող այսպես ապրել, դու չես կարող թաղվել կենդանի, դու պետք է գտնես ուղի դուրս այս դժոխքից»։ Օֆելիան նայեց մոլ աչքերին եւ ասաց. «Մայրիկ, ո՞ր ուղին։ Բոլոր դռները փակ են, բոլոր ճանապարհները արգելափակված են։ Ես փորձեցի պայքարել եւ ես պարտվեցի։ Ես փորձեցի խոսել եւ ինձ լռեցրին։ Ինչ ուրիշ կարող եմ անել»։
Սիրանուշը նստեց դստեր կողքին եւ ասաց. Դու կարող ես շարունակել ապրել։ Դու կարող ես շարունակել երգել, նույնիսկ եթե ոչ ոք չի լսում։ Դու կարող ես պահպանել քո ձայնը, քո ինքնությունը, քո արժանապատվությունը։ Եվ մի օր, երբ այս խավարը անցնի, քո ձայնը կլսվի դարձյալ։ Օֆելիան ուզում էր հավատալ այդ խոսքերին, բայց նա գիտեր, որ դրանք միայն մխիթարություն էին, ոչ թե ճշմարտություն։ Նա տեսել էր, թե ինչպես են ճնհամակարգը ջախջախում մարդկանց, ինչպես են նրանք անհետանում առանց հետքի, ինչպես են նրանց անունները ջնջվում պատմությունից։ Նա գիտեր, որ նրա սեփական անունը նույնպես կարող է անհետանալ, կարող է դառնալ միայն շշուկ, միայն լեգենդ, որը պատմվում է գիշերները, երբ ոչ ոք չի լսում։ Բայց նույնիսկ այդ մտքի մեջ կար մի փոքր մխիթարություն։ Եթե նա դառնար լեգենդ, ապա գուցե նրա պատմությունը կպահպանվեր, կփոխանցվեր սերնդից սերունդ, կդառնար մաս այն անտեսանելի պատմության, որը համակարգը չէր կարող վերահսկել։ Օֆելիան մտածեց այն բոլոր երգչուհիների մասին, ովքեր եղել էին նրանից առաջ, ովքեր նույնպես լռեցվել էին, ովքեր նույնպես անհետացել էին։ Արդյոք նրանց պատմություններն ուր էին։ Արդյոք ինչ-որ մեկը հիշում էր նրանց անունները։ Արդյոք նրանց զոհաբերությունը ունեցել էր որևէ իմաստ։ Հունիսին Օֆելիային հասավ անսպասելի նամակ, ոչ թե փոստով, այլ ձեռքով, մի անծանոթ երեխայի միջոցով, ով թակեկեց նրա դուռը, տվեց ծրարը եւ փախավ առանց բացատրության։ Ծրարի ներսում էր մի հին լուսանկար։ Օֆելիայի, երբ նա երգում էր իր առաջին մեծ համերգում, եւ հետևում գրված էր մի նախադասություն. Մենք չենք մոռացել քեզ, մենք երբեք չենք մոռանա։ Օֆելիան նստեց եւ պահեց այդ լուսանկարը իր ձեռքերում, եւ առաջին անգամ ամիսներ շարունակ նա զգաց արցունքներ, որոնք ոչ թե ցավից էին, այլ երախտագիտությունից։ Ինչ որ մեկը, ինչ որ տեղ հիշում էր նրան։ Ինչ որ մեկը չէր ընդունել համակարգի պատմությունը, չէր հավատում սուտ մեղադրանքներին, չէր մոռացել նրա ձայնը։ Այդ մի պարզ նախադասությունը, մենք չենք մոռացել քեզ, տվեց Օֆելիային ավելի շատ ուժ, քան ցանկացած պաշտոնական ճանաչում կակաողեր տալ։ Նա հասկացավ, որ նրա պայքարը, նույնիսկ եթե պարտված էր պաշտոնապես, հաղթել էր մարդկանց սրտերում։ Նա հասկացավ, որ համակարգը կարող էր վերահսկել բեմերը, ռադիոն, հեռուստատեսությունը, բայց չէր կարող վերահսկել հիշողությունը։ Չէր կարող ջնջել այն հետքերը, որոնք նա թողել էր մարդկանց հոգիներում։ Հուլիսին Օֆելիան սկսեց գրել։ Ոչ թե երգեր, որովհետև նա գիտեր, որ դրանք երբեք չեն կատարվի, այլ իր պատմությունը։ Ամեն ինչ, ինչ պատահել էր նրա հետ, ամեն մանրամասն, ամեն անուն, ամեն ամսաթիվ։ Նա գրում էր գիշերները, երբ նրա մայրը քնած էր, երբ փողոցները լուռ էին, երբ միակ ձայնը նրա գրիչի շարաչյունն էր թղթի վրա։ Նա գրում էր ձեռքով, փոքրիկ տառերով, թաքցնելով էջերը իր անկողնու տակ, իր հին գրքերի մեջ, իր հագուստների գրպաններում։ Նա գիտեր, որ եթե KGB-ն գտներ այդ գրառումները, նա կարող էր ավելի լուրջ խնդիրների մեջ ընկնել, բայց նա չէր կարող չգրել։ Գրելը դարձել էր նրա միակ ձևը դիմադրության, նրա միակ ձևը պահպանելու ճշմարտությունը այն աշխարհում, որը կառուցված էր սուտի վրա։ Օֆելիան գրեց Վահագն Մկրտչյանի մասին, Յուրի Անդրոպովի մասին, բոլոր այն մարդկանց մասին, ովքեր մասնակցել էին նրա կործանմանը։ Նա գրեց նաև այն մարդկանց մասին, ովքեր փորձել էին օգնել նրան եւ ովքեր պատժվել էին իրենց համարձակության համար։ Նա գրեց համակարգի մասին, որը վախենում էր ճշմարտությունից, որը վախենում էր անկախությունից, որը վախենում էր արվեստից, որը չէր կարող վերահսկվել։ Օգոստոսին, երբ Օֆելիան գրել էր արդեն 100 էջից ավելի, նա որոշեց, որ պետք է գտնի ապահով տեղ այդ գրառումների համար։ Նա չէր կարող պահել դրանք իր բնակարանում, որտեղ ցանկացած պահի կարող էր լինել խուզարկություն։ Նա հիշեց իր հին ընկերուհուն, Գայանե Պետրոսյանին, ով ապրում էր Երևանից դուրս, մի փոքր գյուղում, որտեղ համակարգի ձեռքը չէր հասնում այնքան խորը։ Գայանեն մի անգամ ասել էր Օֆելիային. Եթե երբևէ քեզ անհրաժեշտ լինի թաքցնել ինչ-որ բան, բեր ինձ մոտ։ Իմ տունը հին է, եւ դրա պատերի մեջ կան այնպիսի տեղեր, որտեղ նույնիսկ KGB-ն չի կարող գտնել։ Օֆելիան գնաց Գայանեի մոտ մի օգոստոսյան երեկո, երբ արևը մայր էր լեռների հետևում, եւ երկինքը ներկված էր վարդագույն եւ նարնջագույն երանգներով։ Նա տվեց Գայանեին իր գրառումները, փաթեթավորված հին թերթերի մի մեջ, եւ Գայանեն առանց հարցերի վերցրեց դրանք եւ թաքցրեց իր տան հատակի տակ, մի հին տուփի մեջ, որտեղ պահվում էին նաեւ ուրիշների գաղտնիքները, նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք համակարգը ուզում էր ոչնչացնել։ Երբ Օֆելիան վերադարձավ Երևան, նա զգաց մի տարօրինակ թեթևություն, կարծես նա փոխանցել էր մի ծանր բեռ մեկ ուրիշին։ Նա գիտեր, որ նրա պատմությունը այժմ ապահով էր, որ նույնիսկ եթե նրա հետ ինչ-որ բան պատահեր, այդ խոսքերը կմնային,
կպահպանվեին, կսպասեին այն օրվան, երբ դրանք կարող էին լույս տեսնել։ Օֆելիան մտածեց այն բոլոր մարդկանց մասին, ովքեր ապրել էին նրանից առաջ, եւ ովքեր նույնպես թաքցել էին իրենց ճշմարտությունները, հատակների տակ, պատերի մեջ։ Այգիների խորքում, հույս ունենալով, որ մի օր, երբ խավարը անցնի, ինչ որ մեկը կգտնի դրանք եւ կիմանա, թե ինչ իսկապես պատահել էր։ Նա մտածեց, թե քանի այդպիսի գաղտնի արխիվներ կան Սովետական Միությունում, քանի պատմություններ են սպասում իրենց պահին, քանի ձայներ են լռեցված, բայց ոչ մահացած։ Եվ նա զգաց, որ նա մաս է մի ավելի մեծ բանի, մի անտեսանելի դիմադրության, որը գոյություն ուներ ոչ թե բեմերի վրա, այլ մարդկանց սրտերում եւ հիշողություններում։ Սեպտեմբերին Օֆելիայի մոտ եկավ մի երիտասարդ աղջիկ, 19 տարեկան, ով ներկայացավ որպես Լիլիթ Ավագյան, եւ ասաց, որ նա ուսանող է կոնսերվատորիայում եւ երգում է Օֆելիայի երգերը իր սենյակում, գիշերները, երբ ոչ ոք չի լսում։ Ես ուզում եմ սովորել ձեզանից, ասաց Լիլիթը։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես երգել այնպես, որ մարդիկ զգան ճշմարտությունը։ Օֆելիան նայեց այս երիտասարդ աղջկա աչքերին, որոնք լի էին երազանքով եւ հույսով, եւ զգաց միաժամանակ ուրախություն եւ վախ։ Ուրախություն, որովհետև նրա արվեստը դեռ ապրում էր, դեռ ոգեշնչում էր ուրիշներին։ Վախ, որովհետև նա գիտեր, թե ինչ վտանգներ են սպասում այն մարդկանց, ովքեր համարձակվում են երգել ճշմարտությունը։ Օֆելիան ասաց Լիլիթին. Երգելը ոչ միայն տեխնիկա է, այլև համարձակություն։ Եթե դու ուզում ես երգել ճշմարտությունը, դու պետք է պատրաստ լինես վճարել գինը, եւ այդ գինը կարող է լինել ամեն ինչ՝ քո կարիերան, քո անվտանգությունը, քո կյանքը։ Արդյոք դու պատրաստ ես այդ գնին։ Լիլիթը լռեց երկար, եւ Օֆելիան տեսավ, թե ինչպես է պայքարում նրա ներսում երազանքը եւ վախը։ Վերջապես աղջիկը ասաց. Ես չգիտեմ, թե արդյոք ես պատրաստ եմ, բայց ես գիտեմ, որ ես չեմ կարող ապրել առանց երգի։ Եվ եթե երգելը նշանակում է վտանգ, ապա ես ընտրում եմ վտանգը լռությունից։ Օֆելիան գրկեց Լիլիթին եւ զգաց, որ նա փոխանցում է ինչ-որ բան այս երիտասարդ աղջիկան, ոչ միայն երգի տեխնիկան, այլև այն կրակը, որը վառվում էր նրա սրտում, այն համարձակությունը, որը թույլ էր տվել նրան ասել ոչ համակարգին։ Նա հասկացավ, որ նրա պայքարը չէր ավարտվում նրա հետ, որ այն շարունակվելու էր այլ ձայներով, այլ սրտերով, այլ երգերով։ Եվ գուցե դա էր իսկական հաղթանակը, ոչ թե անձնական փառքը, այլ այն ազդեցությունը, որը նա թողնում էր հաջորդ սերնդին։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում Օֆելիան սկսեց գաղտնի դասեր տալ Լիլիթին եւ մի քանի այլ երիտասարդ երգիչների, ովքեր լսել էին նրա մասին եւ ուզում էին սովորել նրանից։ Նրանք հավաքվում էին Օֆելիայի բնակարանում երեկոյան ուշ ժամերին, երբ փողոցները դատարկ էին, եւ Օֆելիան սովորեցնում էր նրանց ոչ միայն երգելու տեխնիկան, այլև ավելի կարևոր բան՝ ինչպես պահպանել իրենց ինքնությունը այն համակարգում, որը փորձում էր ցուլել բոլորին մեկ ձևի մեջ։ Նա պատմում էր նրանց իր պատմությունը, ոչ որպես զգուշացում, այլ որպես դաս, որպես օրինակ այն մասին, թե ինչ է նշանակում մնալ հավատալի իր արվեստին, նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Այդ երիտասարդները լսում էին նրան ուշադրությամբ, որը սահմանակից էր երկրպագությանը, եւ Օֆելիան զգում էր, որ նրա ձայնը, նույնիսկ եթե այլևս չէր հնչում բեմերից, դեռ հնչում էր այս փոքրիկ սենյակում, դեռ փոխանցվում էր սերնդից սերունդ, դեռ ապրում էր։ Բայց այս փոքրիկ հաղթանակը չտևեց երկար։ Դեկտեմբերին, երբ Երևանը դարձյալ ծածկվեց ձյունով եւ ցուրտը դարձավ անտանելի, Օֆելիայի դուռը թակեցին կեսգիշերին։ Երբ նա բացեց, տեսավ 2 տղամարդու, մուգ կոստյումներով եւ սառը դեմքերով։ Նրանք ներկայացան որպես KGB-ի աշխատակիցներ եւ ասացին, որ նրանք ստացել են տեղեկություններ, որ Օֆելիայի բնակարանում տեղի են ունենում չթույլատրված հավաքներ։ Նրանք մտան առանց հրավերի եւ սկսեցին խուզարկություն։ Օֆելիան կանգնած էր իր փոքրիկ սենյակի մեջ եւ դիտում էր, թե ինչպես են այս անծանոթ մարդիկը շրջում նրա կյանքը, բացում նրա պահարանները, թերթում նրա գրքերը, փնտրում ինչ-որ բան, որը կարող էին օգտագործել դեմ նրա։ Բարեբախտաբար, նրա գրառումները այլևս այնտեղ չէին։ Դրանք ապահով էին Գայանե Պետրոսյանի տանը, բայց տղամարդիկը գտան ուրիշ բան՝ մի ցուցակ անունների։ Այն երիտասարդների անունները, ովքեր եկել էին նրա մոտ դասերի։ Մի տղամարդը պահեց այդ ցուցակը եւ ասաց. «Ընկերուհի Համբարձումյան, դուք կազմակերպում եք չթույլատրված կրթական գործունեություն։ Սա լուրջ խախտում է։ Այս երիտասարդները պետք է սովորեն պետական հաստատություններում, ոչ թե մի անձի մոտ, ով ինքը գտնվում է կասկածի տակ»։ Օֆելիան փորձեց բացատրել, որ նա միայն օգնում էր նրանց զարգացնել իրենց տաղանդը, որ նա ոչինչ չէր անում անօրինական, բայց տղամարդը ընդհատեց նրան.
Ձեր մեկնաբանությունները կարող եք տալ KGB-ում։ Դուք պետք է ներկայանաք վաղը առավոտյան ժամը 9։ Երբ նրանք հեռացան, Օֆելիան նստեց իր հատակին եւ զգաց, որ վերջին հույսի կայծը, որը վառվել էր նրա մեջ վերջին ամիսները, այժմ մարում է։ Նա հասկացավ, որ համակարգը երբեք չէր թողնելու նրան խաղաղ, որ նույնիսկ այս փոքրիկ դիմադրությունը, այս գաղտնի դասերը համարվում էին սպառնալիք եւ պետք է ճնշվեին։ Հաջորդ առավոտ Օֆելիան գնաց KGB եւ այնտեղ նրան պահեցին 6 ժամ, հարցաքննելով նրա գործունեության մասին, պահանջելով անուններ, հասցեներ, մանրամասներ։ Օֆելիան հրաժարվեց տալ որևէ տեղեկություն այն երիտասարդների մասին, ովքեր եկել էին նրա մոտ, ասելով, որ նա նախընտրում է ընդունել ցանկացած պատիժ, քան դավաճանել նրանց։ Հարցաքննողը, նույն մայոր Պետրոսյանը, ով հարցաքննել էր նրան տարի առաջ, նայեց նրան երկար եւ ասաց. «Ընկերուհի Համբարձումյան, ձեր կոշտ գլուխը ձեզ տանելու է դեպի շատ ավելի լուրջ խնդիրներ։ Մենք կարող ենք մեղադրել ձեզ հակասովետական գործունեության մեջ։ Մենք կարող ենք ուղարկել ձեզ աքսոր։ Արդյոք դա է այն, ինչ դուք ուզում եք»։ Օֆելիան նայեց նրա աչքերին եւ ասաց. «Ես ուզում եմ միայն մի բան՝ երգել։ Բայց եթե դուք չեք թույլատրում ինձ երգել, ապա ես գոնե կսովորեցնեմ ուրիշներին, թե ինչպես երգել։ Եվ եթե դուք չեք թույլատրում ինձ սովորեցնել, ապա ես կգրեմ։ Եվ եթե դուք չեք թույլատրում ինձ գրել, ապա ես կկիսվեմ իմ պատմությամբ բանավոր։ Դուք չեք կարող լռեցնել ինձ, որովհետև իմ ձայնը ոչ միայն իմ կոկորդում է, այլև բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր հիշում են ինձ»։ Այդ խոսքերից հետո մայոր Պետրոսյանը լռեց երկար, եւ Օֆելիան տեսավ նրա դեմքին մի տարօրինակ արտահայտություն, ինչ-որ բան, որը կարող էր լինել հարգանք կամ գուցե պարզապես հոգնածություն։ Վերջապես նա ասաց. «Գնացեք տուն, ընկերուհի Համբարձումյան, բայց հիշեք, մենք դիտում ենք ձեզ։ Եվ եթե դուք շարունակեք ձեր գործունեությունը, մենք ստիպված կլինենք ձեռնարկել ավելի խիստ միջոցներ»։ Օֆելիան ելավ այդ շենքից եւ քայլեց դեպի տուն ձյան միջով, զգալով, որ նրա ոտքերը ծանր են, նրա սիրտը ծանր է, բայց նրա գլուխը բարձր է։ Նա հասկացավ, որ նա չէր կարող շարունակել իր գաղտնի դասերը, որ նա չէր կարող վտանգի մեջ դնել այն երիտասարդներին, ովքեր վստահել էին նրան։ Բայց նա նաև հասկացավ, որ նա արդեն փոխանցել էր նրանց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր կարող խլել՝ հավատը արվեստի ուժին, համարձակությունը մնալ ինքը նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Արդյոք այդ երիտասարդները կշարունակեին երգել, երբ Օֆելիան այլևս չէր կարող սովորեցնել նրանց։ Արդյոք նրանք կհիշեին նրա դասերը, երբ համակարգը կփորձեր ձուլել նրանց իր ձևի մեջ։ Արդյոք Լիլիթ Ավագյանը, այդ 19 տարեկան աղջիկը, փայլող աչքերով եւ անսասան երազանքներով, արդյոք նա կպահպաներ այն կրակը, որը Օֆելիան փորձել էր վառել նրա մեջ։ Օֆելիան չգիտեր այդ հարցերի պատասխանները, բայց նա հույս ուներ, որ գոնե մեկը, գոնե մի ձայն կշարունակեր այն, ինչ նա սկսել էր, կերքեր այն երգերը, որոնք նա այլևս չէր կարող երգել, կպատմեր այն ճշմարտությունները, որոնք համակարգը փորձում էր թաքցնել։ Երբ 1968 թվականի հունվարի սառը առավոտը Օֆելիա Համբարձումյանը արթնացավ ծանր ցավով կրծքավանդակում։ Նա սկզբում մտածեց, որ դա սովորական հոգնածությունն է, որը տարիներ շարունակ կուտակվել էր նրա մարմնում ինչպես թույն։ Բայց երբ նա փորձեց ելնել անկողնուց եւ զգաց, որ սենյակը պտտվում է նրա շուրջը, երբ նա տեսավ, որ իր ձեռքերը դողում են անվերահսկելիորեն, նա հասկացավ, ինչ որ բան փոխվել է նրա ներսում, ինչ որ բան կոտրվել է անդառնալիորեն։ Նրա մայրը, Սիրանուշը, ով քնած էր հարևան սենյակում, լսեց տարօրինակ ձայն եւ վազեց դեպի դուստրը, գտնելով նրան հատակին, փորձելով շնչել, բայց օդը կարծես հրաժարվում էր մտնել նրա թոքերը։ Սիրանուշը գոչեց օգնության, եւ հարևանները, ովքեր տարիներ շարունակ խուսափում էին Համբարձումյանների ընտանիքից, վախենալով կապվել անցանկալի տարի հետ, այս անգամ եկան եւ օգնեցին տանել Օֆելիային հիվանդանոց։ Շտապ օգնության մեքենայում, երբ Օֆելիան պառկած էր նեղ տափակի վրա եւ նայում էր առաստաղին, որը լուսավորվում էր փողոցային լապտերների անցնող լույսով, նա մտածեց. արդյոք սա է վերջը։ Արդյոք նրա մարմինը վերջապես հանձնվում է այն անտանելի ճնշմանը, որը տարիներ շարունակ կրել է։ Նա հիշեց մի հին հայկական առածը, որը նրա տատիկը սիրում էր կրկնել. մարմինը կարող է տոկալ միայն այնքան, որքան հոգին թույլ է տալիս, բայց երբ հոգին կոտրվում է, մարմինը հետևում է նրան։ Արդյոք նրա հոգին կոտրվել էր, թե դա էր վերջին փորձը պահպանել այն, ինչ մնացել էր նրա ինքնությունից։ Հիվանդանոցում բժիշկները ախտորոշեցին ծանր նյարդային հյուծում եւ սրտի արիթմիա, որը ըստ նրանց եղել էր երկարատև սթրեսի եւ թերսնուցման հետևանքը։ Նրանք ասացին Սիրանուշին, որ Օֆելիան պետք է մնա հիվանդանոցում առնվազն 2 շաբաթ, պետք է ստանա դեղորայք եւ լիակատար հանգիստ։
Բայց երբ Սիրանուշը հարցրեց դեղերի արժեքի մասին, բժիշկը անվանեց այնպիսի գումար, որը հավասար էր Համբարձումյանների ընտանիքի 6 ամսվա եկամտին։ Սիրանուշը նստեց հիվանդանանոցի միջանցքում, այն սառը ախտահանված միջանցքում, որտեղ մարդիկ սպասում էին վերջին դատավճռին իրենց սիրելիների համար, եւ լաց եղավ առանց ձայնի, որովհետև նա գիտեր, որ նրանք չունեն այդ գումարը, չունեն ոչ մի միջոց փրկելու իր դստերը։ Նա հիշեց, թե ինչպես տարիներ առաջ, երբ Օֆելիան էր աստղը, մարդիկ առաջարկում էին նրանց օգնություն, նվեժներ, գումար, բայց այժմ, երբ նրանք իսկապես կարիք ունեին, բոլորը դարձել էին անտեսանելի, բոլորը մոռացել էին նրանց գոյությունը։ Սիրանուշը մտածեց. արդյոք կա ինչ-որ մեկը, ում նա կարող է դիմել, ինչ-որ մեկը, ով դեռ հիշում է Օֆելիային ոչ որպես անցանկալի տար, այլ որպես այն երգչուհին, ով մի ժամանակ ուրախացրել էր հազարավոր սրտեր։ Այդ գիշեր Սիրանուշը քայլեց Երևանի ձյունապատ փողոցներով, գնալով դեպի Կոնտ թաղամասից դեպի կենտրոն, որտեղ ապրում էր Գոհար Գասպարյանը, Օֆելիայի հին ուսուցիչը, կինը, ով մի ժամանակ խոստացել էր, որ միշտ կլինի նրանց կողքին։ Երբ Սիրանուշը թակեց Գասպարյանի դուռը կեսգիշերին, ծերունի կինը բացեց հագած իր գիշերային զգեստը, եւ երբ նա տեսավ Սիրանուշի արցունքոտ դեմքը, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել։ Սիրանուշը պատմեց ամեն ինչ՝ հիվանդանոցը, դեղերը, անհնարին գումարը, եւ Գոհար Գասպարյանը լսեց լռությամբ։ Նրա ծեր դեմքը արտահայտում էր խորը ցավ եւ մեղավորության զգացում։ Երբ Սիրանուշը ավարտեց, Գասպարյանը ասաց. «Սիրանուշ, ես ամաչում եմ ասել, բայց ես չունեմ այդ գումարը։ Իմ պենսիան հազիվ բավարար է իմ սեփական դեղերի համար, բայց ես գիտեմ մեկին, ով կարող է օգնել։ Նա մարդ է, ով պարտք ունի Օֆելիային, նույնիսկ եթե նա չի ճանաչում դա»։ Գասպարյանը գրեց մի անուն եւ հասցե թղթի վրա եւ տվեց Սիրանուշին։ «Գնա նրա մոտ առավոտյան։ Ասա նրան, որ Գոհար Գասպարյանն է ուղարկել քեզ։ Ասա նրան, որ եթե նա ունի գոնե մի կաթիլ խիղճ, նա կօգնի»։ Առավոտյան Սիրանուշը գնաց այդ հասցեով եւ գտավ մի շքեղ բնակարան Երևանի ամենահարուստ թաղամասում, որտեղ ապրում էին միայն կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց ընտանիքները։ Երբ նա թակեց դուռը, բացեց մի կին 45 տարեկան, լավ հագնված, մազերը կատարյալ ձևավորված, դեմքը մաքրված եւ պաշտպանված այն աղքատությունից, որը Սիրանուշը կրում էր իր դեմքին ինչպես դրոշ մակնիկ։ Սիրանուշը հարցրեց. «Արդյոք այստեղ ապրում է Արմինե Խաչատրյանը»։ Եվ կինը պատասխանեց. «Այո», բայց ավելացրեց, որ տիկին Մկրտչյանը, որովհետև Արմինեն այժմ ամուսնացած էր եւ կրում էր իր ամուսնու ազգանունը, շատ զբաղված է եւ չի կարող ընդունել անծանոթ մերին։ Սիրանուշը ասաց. «Ես Օֆելիա Համբարձումյանի մայրն եմ։ Խնդրում եմ, ասեք տիկին Մկրտչյանին, որ ես պետք է խոսեմ նրա հետ միայն 5 րոպե»։ Կինը, ով ակնհայտորեն էր սպասարկուհին, հեռացավ ներս, եւ Սիրանուշը լսեց ձայներ, վեճ, եւ հետո Արմինե Խաչատրյանը, այժմ Արմինե Մկրտչյանը, հայտնվեց դռան մոտ։ Արմինեն նայեց Սիրանուշին, եւ նրա դեմքին Սիրանուշը տեսավ ոչ թե կարեկցանք, այլ անհանգստություն, վախ, որ այս այցելությունը կարող է վնասել նրա նորահաս կարգավիճակին։ Սիրանուշը բացատրեց իրավիճակը, Օֆելիայի հիվանդությունը, դեղերի անհնարին արժեքը եւ խնդրեց օգնություն, ոչ որպես ողորմություն, այլ որպես մարդկայնություն մի երգչուհուց մյուսին։ Արմինեն լսեց, եւ երբ Սիրանուշը ավարտեց, նա ասաց. «Տիկին Համբարձումյան, ես կարեկցում եմ ձեր դստեր վիճակին, բայց ես չեմ կարող օգնել։ Իմ ամուսինը Կարեն Մկրտչյանը աշխատում է շատ զգայուն պաշտոնում եւ ցանկացած կապ Օֆելիայի հետ կարող է վնասել նրա կարիերային։ Ես հույս ունեմ, որ դուք կհասկանաք»։ Սիրանուշը նայեց այս կնոջը, ով երգում էր Օֆելիայի երգերը, ով զբաղեցրել էր Օֆելիայի տեղը, ով ապրում էր այն կյանքը, որը պետք է լիներ Օֆելիայինը, եւ զգաց այնպիսի զայրույթ, որը նա երբեք չէր զգացել իր կյանքում։ Նա ասաց. «Տիկին Մկրտչյան, դուք երգում եք ում եք իմ դստեր երգերը, դուք կանգնած եք այն բեմում, որտեղ պետք է լիներ նա, դուք ապրում եք այն փառքի մեջ, որը պետք է լիներ նրանը, եւ դուք չեք կարող տալ նույնիսկ մի փոքր գումար, որպեսզի նա ապրի։ Ինչպիսի երգչուհի եք դուք, եթե ձեր սիրտը պատրաստված է քարից»։ Արմինեն սկսեց փակել դուռը, բայց Սիրանուշը դրեց ձեռքը դռան վրա եւ ասաց. «Մի օր, տիկին Մկրտչյան, երբ դուք կերքեք բեմում եւ կնայեք դահլիճին, դուք կտեսնեք դատարկ աթոռներ, որովհետեւ մարդիկ չեն գալիս լսելու ձեզ, նրանք գալիս են հիշելու Օֆելիային։ Դուք երբեք չեք լինի այն, ինչ նա էր, որովհետեւ նա ուներ ինչ-որ բան, ինչ դուք երբեք չեք ունենա՝ հոգի»։ Արմինեն փակեց դուռը առանց պատասխանի, եւ Սիրանուշը մնաց կանգնած միջանցքում, դողալով զայրույթից եւ անզորությունից։
Նա հասկացավ, որ նա չէր կարող փրկել իր դստերը այս ճանապարհով, որ նրանք մենակ էին այս պայքարում, որ ոչ ոք չէր գալիս օգնության, որովհետև Օֆելիայի անունը դարձել էր նշան, որը վախեցնում էր մարդկանց ավելի, քան ցանկացած հիվանդություն։ Երբ Սիրանուշը վերադարձավ հիվանդանոց, նա գտավ Օֆելիային արթուն, նստած իր անկողնում եւ նայելով պատուհանից դեպի Երևանի ձյունապատ տանիքները։ Օֆելիան շրջվեց եւ տեսավ մոր դեմքը, եւ նա անմիջապես հասկացավ, որ մայրը ձախողվել է գտնել օգնություն։ Նա ասաց. «Մայրիկ, դու գնացել ես Արմինեի մոտ»։ Սիրանուշը իջեցրեց աչքերը եւ ասաց. «Ես փորձեցի, Օֆելիա, ես փորձեցի ամեն ինչ»։ Օֆելիան ժպտաց տխուր ժպիտով եւ ասաց. «Մայրիկ, ես երբեք չէի սպասում, որ նա կօգնի։ Մարդիկ, ովքեր վերցնում են ուրիշների տեղերը, երբեք չօգնում են նրանց, ում տեղերը վերցրել են, որովհետև դա նշանակում է ճանաչել, որ նրանք գողեր են, ոչ թե արժանի ժառանգներ»։ Օֆելիան վերցրեց մոր ձեռքը եւ ասաց. «Մայրիկ, ես ուզում եմ դուրս գալ այստեղից։ Ես ուզում եմ վերադառնալ տուն։ Եթե ես պետք է մեռնեմ, ես ուզում եմ մեռնել իմ սեփական անկողնում, ոչ թե այս սառը հիվանդանոցում, որտեղ նույնիսկ պատերը չունեն հիշողություններ»։ Սիրանուշը փորձեց համոզել դստերը մնալ, բայց Օֆելիան նրան սասան, եւ վերջապես բժիշկները, ովքեր գիտեին, որ ընտանիքը չէր կարող վճարել բուժումը, թույլ տվեցին նրան հեռանալ, տալով մի փոքր դեղեր եւ զգուշացնելով, որ նրա վիճակը շատ լուրջ է եւ նա պետք է խուսափի ցանկացած սթրեսից։ Երբ Օֆելիան եւ Սիրանուշը վերադարձան իրենց փոքրիկ բնակարան Կոնդ թաղամասում, Օֆելիան նստեց իր հին բազկաթոռին, այն բազկաթոռին, որտեղ նա նստել էր հազարավոր գիշերներ, երազելով բեմերի մասին, եւ նայեց շուրջը իր սենյակին, այս պատերին, որոնք տեսել էին նրա վերելքը եւ նրա անկումը, եւ նա զգաց տարօրինակ խաղաղություն։ Նա հասկացավ, որ նա վերադարձել է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր, եւ գուցե այստեղ էլ ամեն ինչ պետք է ավարտվեր։ Նա հիշեց մի հին հայկական երգ, որը նրա տատիկը երգում էր. «Ամեն ճանապարհ վերադառնում է իր սկիզբ։ Ամեն հոգի գտնում է իր տուն»։ Արդյոք սա էր նրա տունը, այս փոքրիկ աղքատ բնակարանը, թե նրա իսկական տունը եղել էր բեմը, եւ նա միշտ էլ եղել է աքսորյալ այս աշխարհում։ Փետրվարին Օֆելիայի առողջությունը սկսեց վատանալ ավելի արագ, քան ցանկացած բժիշկ կարող էր կանխատեսել։ Նա կորցրեց քաշը։ Նրա մաշկը դարձավ թափանցիկ, նրա աչքերը խորացան իրենց խոռոչներում, եւ երբ նա նայում էր հայելուն, նա չէր ճանաչում այն կնոջը, ով նայում էր նրան հետ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նրա ձայնը սկսեց անհետանալ։ Երբ նա փափորձում էր երգել, նույնիսկ շշուկով, նույնիսկ իր սեփական հաճույքի համար, նրա կոկորդը ցավում էր, եւ ձայնը դուրս էր գալիս կոտրված, անճանաչելի։ Օֆելիան նստում էր իր բազկաթոռին եւ լաց էր լինում, ոչ թե իր մարմնի տառապանքից, այլ այն գիտակցությունից, որ նա կորցնում էր վերջին բանը, որը կապում էր նրան իր ինքնության հետ։ Նա մտածում էր, արդյոք երգչուհին, ով չի կարող երգել, դեռ երգչուհի է, թե նա դառնում է պարզապես մի կին, հիշողություններով եւ ցավով։ Նա հիշում էր, թե ինչպես մի անգամ տարիներ առաջ նրա ուսուցիչը Գոհար Գասպարյանը ասել էր նրան. «Օֆելիա, քո ձայնը քո նվեր է աշխարհին, բայց քո հոգին քո սեփականությունն է։ Նույնիսկ եթե դու կորցնես քո ձայնը, դու երբեք չես կորցնի քո հոգին, եթե դու չես հանձնվում»։ Բայց ինչպես չհանձնվել, երբ քո սեփական մարմինը դավաճանում է քեզ, երբ քո սեփական ձայնը լքում է քեզ, երբ աշխարհը մոռացել է քո գոյությունը։ Մարտին Օֆելիայի մոտ եկավ Լուսինե Սարգսյանը, նրա հին ընկերուհին, ով աշխատում էր կուսակցության կենտրոնական կոմիտեում եւ ով մի անգամ զգուշացել էր նրան արգելված ցուցակի մասին։ Լուսինեն նստեց Օֆելիայի կողքին եւ երկար լռեց, նայելով նրանի հարացած դեմքին, նրա դողացող ձեռքերին եւ վերջապես ասաց. «Օֆելիա, ես եկել եմ քեզ ասելու մի բան, որը գուցե չպետք է ասեի, բայց ես չեմ կարող տանել այս լռությունը։ Ես իմացա, որ Վահագն Մկրտչյանը հիվանդ է։ Նա ունի քաղցկեղ, եւ բժիշկները ասում են, որ նրան մնացել է ամիսներ։ Նա մեռնում է, Օֆելիա, եւ նա գիտի դա»։ Օֆելիան լսեց այս խոսքերը եւ զգաց ոչ թե բավարարություն, ինչպես նա կարող էր սպասել, այլ տարօրինակ դատարկություն։ Նա մտածեց, արդյոք Մկրտչյանը, ով կործանել էր նրա կյանքը, արդյոք նա զգում էր ափսոս, արդյոք նա հիշում էր Օֆելիա Համբարձումյանի անունը, երբ նա պառկած էր իր մահվան անկողնում։ Լուսինեն շարունակեց. «Օֆելիա, նա ուզում է տեսնել քեզ։ Նա ուղարկել է ինձ հարցնելու, թե արդյոք դու կգաս նրա մոտ։ Նա ասաց, որ ունի ինչ-որ բան, որը պետք է ասի քեզ, նախքան նա մեռնի»։ Օֆելիան նայեց Լուսինեի աչքերին եւ ասաց. «Ինչու պետք է ես գնամ նրա մոտ։ Ինչու պետք է ես լսեմ նրա վերջին խոսքերը։ Նա ոչնչացրեց ինձ, նա վերածեց իմ կյանքը դժոխքի, եւ այժմ, երբ նա մեռնում է, նա ուզում է ինչ, ներողություն։
Արդյոք նա կարծում է, որ մի քանի խոսք կարող են ջնջել այն, ինչ նա արեց։ Լուսինեն ասաց. Օֆելիա, ես չգիտեմ, թե ինչ է նա ուզում ասել քեզ, բայց ես գիտեմ, որ եթե դու չգնաս, դու միշտ կմտածես, արդյոք այնտեղ էր ինչ-որ բան, որը դու պետք է իմանայիր։ Գուցե նա ուզում է ասել քեզ ճշմարտությունը։ Գուցե նա ուզում է բացատրել, թե ինչու նա արեց այն, ինչ արեց։ Գուցե նա ուզում է տալ քեզ ինչ-որ բան, որը կարող է օգնել քեզ հասկանալ այս ամբողջ սարսափը։ Օֆելիան մտածեց երկար եւ վերջապես ասաց. Լավ, ես կգնամ։ Ոչ նրա համար, այլ իմ համար։ Ես ուզում եմ նայել նրա աչքերին եւ տեսնել, թե արդյոք այնտեղ կա գոնե մի կաթիլ ափսոսանք։ Հաջորդ օրը Լուսինեն տարավ Օֆելիային դեպի Մկրտչյանի տուն, մի մեծ բնակարան Երևանի կենտրոնում, որտեղ պատերը ծածկված էին թանկարժեք գորգերով եւ սեղանները լի էին գրքերով եւ փաստաթղթերով։ Երբ Օֆելիան մտավ ննջասենյակ, նա տեսավ Վահագն Մկրտչյանին պառկած իր անկողնում, նիհարացած եւ դեղնած։ Նրա մարմինը կարծես արդեն սկսել էր անհետանալ այս աշխարհից։ Մկրտչյանը բացեց աչքերը եւ տեսավ Օֆելիային, եւ նրա դեմքին երևաց ինչ-որ բան, որը կարող է լինել ցավ կամ գուցե պարզապես հոգնածություն։ Նա ասաց թույլ ձայնով. Ընկերուհի Համբարձումյան, շնորհակալություն, որ եկաք։ Ես գիտեի, որ դուք կգաք, որովհետև դուք միշտ եղել եք ավելի ուժեղ, քան ես կարծում էի։ Օֆելիան նստեց աթոռին նրա անկողնու կողքին եւ ասաց. Ես եկել եմ ոչ թե ձեզ համար, այլ իմ համար։ Ես ուզում եմ իմանալ ինչու։ Ինչու եք դուք ոչնչացրել ինձ։ Ինչ էի ես արել, որ արժանացա այս պատժի։ Մկրտչյանը փակեց աչքերը մի պահ, կարծես հավաքելով ուժեր, եւ հետո ասաց. Ընկերուհի Համբարձումյան, ես պետք է ասեմ ձեզ ճշմարտությունը, նույնիսկ եթե դա չի փոխի ոչինչ։ Ես ոչնչացրի ձեզ ոչ թե այն պատճառով, որը ես ասացի ձեզ այն օրը կենտրոնական կոմիտեում։ Ես ոչնչացրի ձեզ, որովհետև ինձ հրամայեցին դա անել։ Բայց ով հրամայեց ինձ։ Դա ոչ թե Յուրի Անդրոպովն էր, ինչպես դուք կարծում էիք։ Դա էր մի ավելի մոտ մարդ, մի մարդ, ում դուք վստահում էիք, ում դուք սիրում էիք։ Օֆելիան զգաց, որ նրա սիրտը սկսեց բաբախել ավելի արագ, եւ նա հարցրեց. Ով։ Ով էր այդ մարդը։ Մկրտչյանը բացեց աչքերը եւ նայեց Օֆելիային, եւ նրա աչքերում Օֆելիան տեսավ ինչ-որ բան, որը նա երբեք չէր սպասում տեսնել՝ ճշմարտություն։ Մկրտչյանը ասաց. Դա էր ձեր ուսուցիչը, Գոհար Գասպարյանը։ Այդ խոսքերը հարվածեցին Օֆելիային ինչպես ֆիզիկական հարված, եւ նա զգաց, որ սենյակը սկսեց պտտվել նրա շուրջը։ Նա ասաց. Ոչ, դա անհնար է։ Գոհար Գասպարյանը իմ ուսուցիչն էր։ Նա սիրում էր ինձ, նա պաշտպանում էր ինձ։ Մկրտչյանը շարունակեց. Նա սիրում էր ձեզ, այո, բայց նա նաև նախանձում էր ձեզ։ Երբ դուք դարձաք ավելի հայտնի, քան նա երբևէ եղել էր, երբ մարդիկ սկսեցին համեմատել ձեզ մեծ երգչուհիների հետ, նա զգաց, որ դուք գողանում եք նրա փառքը։ Նա եկավ իմ մոտ 1964 թվականին եւ ասաց, որ դուք վտանգավոր եք, որ դուք չափազանց անկախ եք, որ դուք պետք է դադարեցվեք, նախքան դուք դառնաք չափազանց հզոր։ Նա տվեց ինձ ամբողջ տեղեկատվությունը, որը ես օգտագործեցի ձեր դեմ։ Ձեր հրաժարումը երգել իդեոլոգիական երգեր, ձեր կապերը, ձեր խոսքերը։ Նա էր այն մարդը, ով ստեղծեց ձեր կործանման պլանը, եւ ես միայն կատարեցի այն։ Օֆելիան նստեց լռության մեջ, փորձելով հասկանալ այն, ինչ նա լսեց, փորձելով ընդունել այն անընդունելին։ Նա հիշեց բոլոր այն պահերը, երբ Գասպարյանը պաշտպանել էր նրան, երբ նա խորհուրդ էր տվել նրան, երբ նա մխիթարել էր նրան, եւ հիմա նա տեսավ այդ պահերը նոր լույսի տակ, ոչ որպես սեր, այլ որպես մանիպուլյացիա, ոչ որպես պաշտպանություն, այլ որպես վերահսկողուց վերահսկություն։ Նա հիշեց, թե ինչպես Գասպարյանը միշտ գիտեր նրա ծրագրերը, նրա հանդիպումները, նրա խոսքերը, եւ հիմա նա հասկացավ։ Գասպարյանը եղել է լրտեսը, դավաճանը, հուդան, ով համբուրել էր նրան, մինչդեռ պատրաստում էր նրա խաչելությունը։ Օֆելիան զգաց այնպիսի ցավ, որը ավելի խոր էր, քան ցանկացած ֆիզիկական տառապանք, որովհետև դա էր վերջնական դավաճանության ցավը, ոչ թե թշնամուց, այլ այն մարդուց, ում նա ամենաշատն էր վստահում։ Նա հարցվեց Մկրտչյանին. Ինչու եք դուք ասում ինձ սա հիմա։ Ինչու եք դուք բացահայտում այս գաղտնիքը, երբ դուք մեռնում եք։ Մկրտչյանը ասաց. Որովհետև ես ուզում եմ, որ դուք իմանաք ճշմարտությունը, որովհետև ես ապրել եմ իմ ամբողջ կյանքը սուտի մեջ, եւ ես չեմ ուզում մեռնել այդ սուտի հետ։ Եվ որովհետև, ընկերուհի Համբարձումյան, դուք արժանի եք իմանալու, թե ով իսկապես ձեր թշնամին էր։ Ես միայն գործիքն էի, բայց Գասպարյանը էր ճարտարապետը։ Օֆելիան ոտքի ելավ, զգալով, որ նա պետք է հեռանա այս սենյակից, նախքան նա կփլուզվի ամբողջովին։ Նա նայեց Մկրտչյանին վերջին անգամ եւ ասաց. Շնորհակալություն ճշմարտության համար, նույնիսկ եթե այն եկավ չափազանց ուշ, բայց իմացեք,
Ես երբեք չեմ ների ձեզ, եւ ես երբեք չեմ ների նրան։ Դուք երկուսը դել կմեռնեք ձեր մեղքերի հետ, եւ ոչ մի խոստովանություն չի փրկի ձեզ։ Նա դուրս եկավ այդ բնակարանից եւ քայլեց Երևանի փողոցներով, առանց տեսնելու թե ուր է գնում, առանց զգալու ցուրտը, առանց լսելու մարդկանց ձայները։ Նա քայլեց եւ քայլեց, մինչեւ գտավ իրեն Կոմիտասի անվան Պանթեոնում, այնտեղ, որտեղ թարված էին Հայաստանի մեծ արտիստները, եւ նա նստեց մի նստարանին եւ լաց եղավ։ Լաց, որը եկավ նրա հոգու ամենախորը խորքերից։ Երբ Օֆելիան վերջապես վերադարձավ տուն, նա գտավ իր մորը սպասելով նրան անհանգստությամբ։ Սիրանուշը տեսավ դստեր դեմքը եւ անմիջապես հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել։ Օֆելիան պատմեց ամեն ինչ՝ Մկրտչյամի խոստովանությունը, Գասպարյանի դավաճանությունը, եւ երբ նա ավարտեց, Սիրանուշը գրկեց դստերը եւ երկուսն էլ լացին միասին։ Սիրանուշը ասաց. Օֆելիա, ես միշտ զգացել եմ, որ Գասպարյանի մի մեջ կա ինչ-որ բան սխալ, բայց ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նա կարող է այդպիսի բան անել։ Ինչպես կարող է մարդը դարձու դավաճանել այն մարդուն, ում նա սովորեցրել է, ում նա պետք է սիրեր ինչպես իր սեփական երեխային։ Օֆելիան ասաց. Մայրիկ, ես սովորեցի մի դաս այսօր։ Ամենավտանգավոր թշնամիները ոչ թե այն մարդիկն են, ովքեր ատում են քեզ, այլ այն մարդիկը, ովքեր ձևացնում են, որ սիրում են քեզ։ Գասպարյանը ոչնչացրեց ինձ ոչ թե նախանձից, այլ ավելի վատ բանից, վախից, որ ես կդառնամ ավելի մեծ, քան նա երբևէ եղել է։ Նա չէր կարող տանել, որ նրա ուսանողը գերազանցի նրան, եւ այդ պատճառով նա որոշեց ոչնչացնել ինձ։ Ապրիլին Օֆելիան որոշեց, որ նա պետք է հանդիպի Գոհար Գասպարյանի հետ վերջին անգամ։ Նա գիտեր, որ այս հանդիպումը չէր փոխելու ոչինչ, բայց նա պետք է նայեր այս կնոջ աչքերին եւ ասեր նրան, թե ինչ նա մտածում է նրա մասին։ Օֆելիան գնաց Գասպարյանի տուն մի ապրիլյան երեկո, երբ արևը մայր էր եւ երկինքը ներկված էր վարդագույն երանգներով։ Երբ Գասպարյանը բացեց դուռը եւ տեսավ Օֆելիային, նրա դեմքին երևաց զարմանք եւ հետո վախ։ Օֆելիան մտավ առանց հրավերի եւ ասաց. Գոհար Գասպարյան, ես եկել եմ ասելու ձեզ, որ ես գիտեմ ամեն ինչ։ Ես գիտեմ, որ դուք եք այն մարդը, ով ոչնչացրեց ինձ։ Ես գիտեմ, որ դուք դավաճանեցիք ինձ, որ դուք վաճառեցիք ինձ, մկրտչեցիք ինձ Մկրտչյանին, որ դուք ստեղծեցիք իմ կործանման պլանը։ Գասպարյանը փորձեց ժխտել, բայց Օֆելիան ընդհատեց նրան. Մի ժխտեք։ Մկրտչյանը ինձ ասաց ամեն ինչ նախքան նա մեռնելը։ Նա ուզում էր, որ ես իմանամ ճշմարտությունը, եւ հիմա ես գիտեմ։ Գասպարյանը նստեց իր բազկաթոռին եւ նրա դեմքը հանկարծ դարձավ ծեր, հոգնած, պարտված։ Նա ասաց. Օֆելիա, ես կարող եմ բացատրել։ Ես արեցի այն, ինչ արեցի, որովհետև ես վախենում էի։ Երբ դու դարձար այնքան հայտնի, երբ մարդիկ սկսեցին մոռանալ իմ անունը եւ հիշել միայն քո անունը, ես զգացի, որ իմ ամբողջ կյանքը, իմ ամբողջ աշխատանքը դառնում է անիմաստ։ Ես սովորեցրել էի քեզ ամեն ինչ, եւ դու օգտագործեցիր այդ գիտելիքները դառնալու ավելի մեծ, քան ես։ Ես չէի կարող տանել դա։ Ես գիտեմ, որ դա էգոիզմ է, ես գիտեմ, որ դա մեղք է, բայց ես մարդ եմ, եւ մարդիկ թույլ են։ Օֆելիան նայեց այս ծեր կնոջը, ով մի ժամանակ եղել էր նրա կուռքը, նրա ուսուցիչը, նրա երկրորդ մայրը, եւ զգաց ոչ թե ատելություն, այլ խորը տխրություն։ Նա ասաց. Գոհար Գասպարյան, դուք ոչնչացրեցիք ինձ ոչ թե այն պատճառով, որ ես ավելի լավ էի, քան դուք, այլ այն պատճառով, որ դուք չէիք հավատում ինքներդ ձեզ։ Դուք մեծ ուսուցիչ էիք, եւ դուք կարող էիք լինել հպարտ ինձնով, բայց փոխարենը դուք ընտրեցիք ոչնչացնել ինձ։ Եվ այդպես անելով դուք ոչնչացրեցիք ոչ միայն ինձ, այլև ձեր սեփական ժառանգությունը։ Որովհետև հիմա, երբ մարդիկ կհիշեն ձեր անունը, նրանք կհիշեն ոչ թե որպես մեծ ուսուցիչ, այլ որպես դավաճան, ով սպանեց իր սեփական ուսանողին։ Օֆելիան դուրս եկավ այդ տնից եւ երբեք այլևս չտեսավ Եսավ Գոհար Գասպարյանին։ Նա լսեց մի քանի ամիս հետո, որ Գասպարյանը մահացել է իր քնի մեջ, մենակ իր բնակարանում, եւ որ նրա թաղմանը եկել էին միայն մի քանի մարդիկ։ Օֆելիան չգնաց այդ թաղմանը, որովհետև նա չէր կարող ներել, չէր կարող մոռանալ, չէր կարող ձևացնել, որ այն ինչ պատահել էր, չէր պատահել։ Բայց նա նաև չզգաց բավարարություն Գասպարյանի մահից, որովհետև նա հասկացավ, որ վրեժխնդրությունը չէր վերադարձնում այն, ինչ կորցրել էր, չէր բուժում այն վերքերը, որոնք բացվել էին նրա հոգում։ Օֆելիան հասկացավ, որ նա պետք է գտներ ուրիշ ճանապարհ, ոչ վրեժխնդրության, այլ ներողության, ոչ ատելության, այլ ազատագրման։ Բայց ինչպես ներել այն մարդուն, ով ոչնչացրել է քո կյանքը։ Ինչպես ազատվել այն ցավից, որը դարձել է քո ինքնության մաս։
Օֆելիան չգիտեր այդ հարցերի պատասխանները, բայց նա գիտեր, որ նա պետք է փորձեր գտնել դրանք, եթե նա ուզում էր ապրել իր կյանքի մնացած օրերը ոչ որպես զոհ, այլ որպես վերապրող։ Մայիսին, երբ Երևանը ծածկվեց գարնան ծաղկեպճնջերով եւ օդը լցվեց կյանքի բույրով, Օֆելիա Համբարձումյանը նստեց իր փոքրիկ բնակարանում եւ սկսեց գրել նամակներ այն երիտասարդ երգիչներին, ովքեր եկել էին նրա մոտ դասերի։ Նա գրեց նրանց յուրաքանչյուրին առանձին նամակ, որտեղ նա պատմեց իր պատմությունը, իր դասերը, իր հույսերը նրանց համար։ Նա գրեց. Սիրելի երիտասարդ ընկերներ, ես գրում եմ ձեզ ոչ որպես ուսուցիչ, այլ որպես ընկեր, ով անցել է այն ճանապարհով, որը դուք այժմ սկսում եք։ Ես ուզում եմ ասել ձեզ, որ արվեստի ճանապարհը ոչ միայն փառքի եւ ծափահարությունների ճանապարհ է, այլև ցավի եւ զոհաբերության ճանապարհ։ Բայց եթե դուք ունեք համարձակություն մնալ ինքներդ ձեզ, եթե դուք ունեք ուժ պաշտպանել ձեր արվեստը, ապա ոչ մի համակարգ, ոչ մի մարդ չի կարող ոչնչացնել ձեզ։ Հիշեք, ձեր ձայնը ձեր սեփականությունն է, եւ ոչ ոք չունի իրավունք խլել այն ձեզնից։ Երգեք այն, ինչ դուք հավատում եք, երգեք այն, ինչ դուք զգում եք, եւ երբեք մի երգեք այն, ինչ ուրիշները ուզում են, որ դուք երգեք։ Եվ եթե մի օր դուք կանգնեք բեմում եւ երգեք իմ երգերից մեկը, հիշեք ինձ ոչ որպես զոհ, այլ որ նրանք կպահպանեն նրա ժառանգությունը։ Լիլիթ Ավագյանը, այդ 19 տարեկան աղջիկը, փայլող աչքերով գրեց. Սիրելի Օֆելիա, ես խոստանում եմ ձեզ, որ ես կերքեմ ձեր երգերը, եւ երբ ես կերքեմ դրանք, ես կպատմեմ մարդկանց ձեր պատմությունը։ Ես կպատմեմ նրանց, թե ինչպես դուք պայքարեցիք համակարգի դեմ, ինչպես դուք մերժեցիք հանձնվել, ինչպես դուք մնացիք ինքներդ ձեզ մինչև վերջ։ Եվ ես հույս ունեմ, որ մի օր, երբ այս խավարը անցնի, ձեր անունը կվերականգնվի, եւ մարդիկ կիմանան ճշմարտությունը։ Օֆելիան կարդաց այդ նամակը եւ զգաց, որ նրա սրտում վառվում է մի փոքրիկ կայծ, ոչ հույսի, որովհետև նա գիտեր, որ նրա համար հույսը չկար, այլ բավարարության, որ նրա պայքարը չէր եղել անիմաստ, որ նրա ձայնը, նույնիսկ եթե լռեցված էր, դեռ կապրեր այլ ձայներով, այլ սրտերով, այլ երգերով։ Արդյոք Լիլիթ Ավագյանը կպահպաներ իր խոստումը։ Արդյոք այդ երիտասարդները, ովքեր այժմ գրում էին նրան այնպիսի ոգևորությամբ, արդյոք նրանք կմնային հավատարիմ իրենց արվեստին, երբ համակարգը կսկսեր ճնշել նրանց։ Արդյոք մի օր, երբ Օֆելիա Համբարձումյանի անունը կդառնար միայն հիշողություն, արդյոք ինչ-որ մեկը կհիշեր նրա պատմությունը եւ կպատմեր այն հաջորդ սերնդին։ Օֆելիան չգիտեր այդ հարցերի պատասխանները, բայց նա հույս ուներ, որ գոնե մեկը, գոնե մի ձայն կշարունակեր այն, ինչ նա սկսել էր։ Կերքեր այն երգերը, որոնք նա այլևս չէր կարող երգել, կպատմեր այն ճշմարտությունները, որոնք համակարգը փորձում էր թաքցնել։ Երբ 1969 թվականի հունիսի տապը սկսեց հալեցնել Երևանի ասֆալտը, Օֆելիա Համբարձումյանի փոքրիկ բնակարանում հայտնվեց անսպասելի այցելու, տղամարդ, դե 50 տարեկան, ով ներկայացավ որպես Արամ Դավթյան եւ ասաց, որ նա եղել է Օֆելիայի հոր, Արշակ Համբարձումյանի ընկերը դեռևս երիտասարդ տարիներից, երբ երկուսն էլ նվագում էին Երևանի ռեստորաններում։ Արամը նստեց Օֆելիայի դիմաց եւ երկար նայեց նրան իհարացած դեմքին, նրա խորացած աչքերին, որոնք տեսել էին չափազանց շատ ցավ, չափազանց կարճ ժամանակում, եւ վերջապես ասաց այն խոսքերը, որոնք փոխեցին ամեն ինչ։ Օֆելիա, քո հայրը նախքան մեռնելը տվեց ինձ մի փաթեթ, հին նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք նա պահել էր տարիներ շարունակ։ Նա ասաց ինձ, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ես պետք է տամ դրանք քեզ, երբ ժամանակը հասնի։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակը հիմա է։ Արամը հանեց իր պայուսակից մի հին, կաշվե պատված թղթապանակ, որի եզրերը մաշված էին ժամանակից եւ օգտագործումից, եւ դրեց այն Օֆելիայի ձեռքերում, այդ դողացող ձեռքերում, որոնք մի ժամանակ պարում էին բեմում, բայց այժմ հազիվ էին կարողանում պահել այդ ծանրությունը։ Օֆելիան բացեց թղթապանակը եւ տեսավ ներսում տասնյակ նամակներ, գրված տարբեր ձեռագրերով, տարբեր թղթերի վրա, ոմանք պաշտոնական, ոմանք անձնական, բայց բոլորը կապված իր անվան հետ, իր կործանման հետ, իր պատմության հետ։ Առաջին նամակը, որը Օֆելիան կարդաց, գրված էր 1964 թվականի նոյեմբերին, Վահագն Մկրտչյանի ստորագրությամբ, եւ ուղղված էր Մոսկվային, Սովետական միության մշակույթի նախարարություն։ Այդ նամակում Մկրտչյանը զեկուցում էր, որ երգչուհի Օֆելիա Համբարձումյանը ցուցաբերում է անհնազանդության նշաններ, հրաժարվում է կատարել կուսակցության մշակութային ծրագրերը եւ ունի կապեր կասկածելի անձանց հետ, ովքեր հնարավոր է փորձեն օգտագործել նրա ազդեցությունը հակասովետական նպատակների համար։ Օֆելիան կարդաց այս տողերը եւ զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում զայրույթը։ Ոչ թե այն պատճառով, որ այս նամակը գոյություն ուներ, որովհետեւ նա արդեն գիտեր Մկրտչյանի դերը,
այլ այն պատճառով, որ այս նամակը ցույց էր տալիս, թե որքան մանրակրկիտ պլանավորված էր եղել նրա ոչնչացումը, թե ինչպես էր ամեն մի քայլ հաշվարկված, ամեն մի բառ ընտրված այնպես, որ ստեղծեր նրա շուրջը անտեսանելի բանտ։ Բայց երկրորդ նամակը, որը նա գտավ այդ թղթապանակում, եղավ իսկական հարվածը։ Դա էր նամակ Գոհար Գասպարյանից Մկրտչյանին, գրված 1964 թվականի հոկտեմբերին, որտեղ Գասպարյանը մանրամասն նկարագրում էր Օֆելիայի թույլ կողմերը, նրա անկախ բնավորությունը, նրա հնարավոր վտանգավորությունը համակարգի համար։ Գասպարյանը գրել էր. Հարգելի ընկեր Մկրտչյան, որպես Օֆելիա Համբարձումյանի ուսուցիչ եւ մենթոր, ես համարում եմ իմ պարտքը տեղեկացնել ձեզ, որ այս երիտասարդ երգչուհին, չնայած իր անվիճելի տաղանդին, ցուցաբերում է այնպիսի անկախության տենդենսներ, որոնք կարող են վտանգավոր լինել մեր մշակութային քաղաքականության համար։ Նա հրաժարվում է ընդունել խորհուրդներ, հրաժարվում է համագործակցել այն ծրագրերի հետ, որոնք կուսակցությունը համարում է կարևոր։ Եվ ես վախենում եմ, որ եթե նրան թույլ տրվի շարունակել այս ուղղությամբ, նա կարող է դառնալ վատ օրինակ այլ երիտասարդ արտիստների համար։ Ես առաջարկում եմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, սահմանափակել նրա հանրային ելույթները, վերահսկել նրա ռեպերտուարը եւ եթե անհրաժեշտ է, ժամանակավորապես դադարեցնել նրա կարիերան, մինչև նա սովորի հնազանդություն։ Օֆելիան կարդաց այս նամակը 3 անգամ, չհավատալով, որ այս խոսքերը գրել էր այն կինը, ում նա սիրել էր ինչպես երկրորդ մայր, ում նա վստահել էր ավելի քան ցանկացած այլ մարդու, ում նա համարել էր իր պաշտպանը այս դաժան աշխարհում։ Բայց ամենասարսափելին այն էր, որ այս նամակը գրված էր ոչ թե զայրույթով կամ ատելությամբ, այլ սառը հաշվարկված տրամաբանությամբ։ Գասպարյանը խոսում էր Օֆելիայի ոչնչացման մասին այնպես, ինչպես բժիշկը խոսում է վիրահատության մասին, անհրաժեշտ, բայց ցավոտ ընթացակարգի մասին։ Օֆելիան նայեց Արամ Դավթյանին եւ հարցրեց. Ինչպես ստացավ իմ հայրը այս նամակները, ինչպես հայտնվեցին դրանք նրա ձեռքում։ Արամը ասաց. Քո հայրը ուներ ընկեր, ով աշխատում էր կենտրոնական կոմիտեի արխիվում որպես սովորական պահակ։ Այդ մարդը, Գրիգոր Սարգսյանը, տեսավ այս նամակները պատահականորեն, երբ նա մաքրում էր մի հին պահարան, եւ նա ճանաչեց քո անունը, որովհետեւ նա եղել էր քո համերգներից մեկում եւ երբեք չէր մոռացել քո ձայնը։ Նա գողացավ այս նամակները, ռիսկելով իր կյանքը, իր ազատությունը եւ տվեց դրանք քո հորը, ասելով. մի օր դրանք կարող են օգտակար լինել ճշմարտությունը բացահայտելու համար։ Քո հայրը պահեց դրանք գաղտնի, երբեք չասաց քեզ, որովհետև նա վախենում էր, որ եթե դու իմանաս, դու կփորձես օգտագործել դրանք եւ կդնես քեզ ավելի մեծ վտանգի մեջ։ Բայց նա ուզում էր, որ մի օր, երբ ժամանակը հասնի, դու իմանաս ճշմարտությունը, ոչ միայն այն, ինչ քեզ ասացին, այլ այն, ինչ իսկապես պատահեց։ Օֆելիան զգաց արցունքներ, որոնք սկսեցին հոսել նրա այտերով, ոչ թե ցավից, այլ երախտագիտությունից դեպի այն հայրը, ով նույնիսկ մահից հետո շարունակում էր պաշտպանել նրան, դեպի այն անծանոթ մարդը, Գրիգոր Սարգսյանը, ով ռիսկել էր ամեն ինչ բրկելու ճշմարտությունը, դեպի այն անտեսանելի հերոսներին, ովքեր պայքարում էին համակարգի դեմ ոչ թե զենքով, այլ փոքրիկ համարձակարարքներով։ Օֆելիան շարունակեց կարդալ այլ նամակներ այդ թղթապանակից, եւ ամեն մի նամակ բացահայտում էր նոր շերտ այն խորը դավադրության, որը կազմակերպվել էր նրա դեմ։ Կար նամակ Մոսկվայից, Սովետական միության մշակույթի նախարարությունից, որտեղ հաստատվում էր Մկրտչյանի առաջարկը սահմանափակել Համբարձումյանի հանրային գործունեությունը։ Կար ներքին հրաման Հայաստանի ֆիլհարմոնիային, չհաստատել Համբարձումյանի համերգները առանց հատուկ թույլտվության։ Կար նամակ Երևանի ռադիոյի տնօրենին, դադարեցնել Համբարձումյանի երգերի հեռարձակումը մինչև հետագա հրահանգ։ Կար նույնիսկ նամակ KGB-ից, հրահանգ հաստատել վերահսկողություն Համբարձումյանի բնակարանի եւ հեռախոսային կապերի նկատմամբ։ Ամեն մի փաստաթուղթ էր մի այլ հարված, մի այլ ապացույց այն մասին, որ նրա կործանումը եղել էր ոչ թե պատահական, ոչ թե անձնական վրեժխնդրություն, այլ համակարգված պետական մակարդակի օպերացիա ոչնչացնելու մի կինը, ով համարձակվել էր մտածել անկախ։ Օֆելիան հասկացավ, որ նա պայքարել էր ոչ թե մի կամ երկու մարդկանց դեմ, այլ ամբողջ մեքենայի դեմ, որը ուներ անսահման ռեսուրսներ, անսահման համբերություն, անսահման դաժանություն։ Ինչպես կարող էր մի մարդ հաղթել այդպիսի հակառակորդի դեմ։ Ինչպես կարող էր մի ձայն լսվել այն աղմուկի մեջ, որը ստեղծում էր համակարգը, լռեցնելու բոլոր անհամաձայն ձայները։ Արամ Դավթյանը նայեց Օֆելիային եւ ասաց. Օֆելիա, քո հայրը ուզում էր, որ դու ունենաս այս փաստաթղթերը ոչ միայն որպես ապացույց, այլև որպես զենք։ Նա հավատում էր, որ մի օր այս համակարգը կփլուզվի,
Եվ երբ դա պատահի, այս փաստաթղթերը կարող են օգտագործվել բացահայտելու ճշմարտությունը, պատժելու մեղավորներին, վերականգնելու քո անունը։ Նա ուզում էր, որ դու իմանաս, նույնիսկ եթե դու չես տեսնի այդ օրը կգա, եւ քո պատմությունը կպատմվի, քո անունը կվերականգնվի, քո զոհաբերությունը կճանաչվի։ Օֆելիան լսեց այս խոսքերը եւ զգաց, որ ինչ-որ բան փոխվում է նրա ներսում։ Ոչ թե հույս, որովհետև նա գիտեր, որ իր համար հույսը չկար, այլ նպատակ։ Նոր իմաստ այն ցավին, որը նա կրել էր այս բոլոր տարիները։ Նա հասկացավ, որ նրա պայքարը չէր ավարտվում նրա մահով, որ այս փաստաթղթերը էին նրա վերջին ձայնը, նրա վերջին երգը, որը կհնչեր նույնիսկ այն ժամանակ, երբ նա այլևս չէր լինի այս աշխարհում։ Օֆելիան վերցրեց այդ թղթապանակը եւ ասաց Արամին. Շնորհակալություն, որ բերեցիք սա ինձ։ Շնորհակալություն իմ հորը, շնորհակալություն Գրիգոր Սարգսյանին։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ռիսկեցին ամեն ինչ պահպանելու ճշմարտությունը։ Ես խոստանում եմ, որ այս փաստաթղթերը չեն կորչի, որ դրանք կպահպանվեն, որ մի օր դրանք կտեսնեն լույսը։ Հուլիսին Օֆելիան որոշեց, որ նա պետք է գտնի ամենաապահով տեղը այս փաստաթղթերի համար։ Տեղ, որտեղ ոչ KGB-ն, ոչ կուսակցությունը, ոչ ոք չէր կարող հասնել դրանց։ Նա հիշեց Գայանե Պետրոսյանին, իր հին ընկերուհուն, ով արդեն պահում էր նրա գրառումները իր տան հատակի տակ, եւ որոշեց, որ այս նոր փաստաթղթերը նույնպես պետք է գնան այնտեղ։ Օֆելիան գնաց Գայանեի մոտ մի հուլիսյան երեկո, երբ արևը մայր էր լեռների հետևում, եւ երկինքը ներկված էր ոսկեգույն եւ մանուշակագույն երանգներով, եւ երբ նա տվեց Գայանեին այդ թղթապանակը, բացատրելով դրա կարեւորությունը, Գայանեն պահեց այն իր ձեռքերում ինչպես սուրբ մասունք եւ ասաց. Օֆելիա, ես խոստանում եմ քեզ, որ այս փաստաթղթերը կպահպանվեն նույնիսկ իմ կյանքի գնով։ Ես խոստանում եմ, որ երբ ժամանակը գա, ես կգտնեմ ճիշտ մարդուն, ում կկարողանամ վստահել դրանք, եւ այդ մարդը կբերի դրանք աշխարհ։ Քո պատմությունը չի մոռացվի, Օֆելիա։ Քո զոհաբերությունը չի լինի անիմաստ։ Երկու կանայք գրկվեցին, եւ այդ գրկախառնումում էր ամբողջ այն ցավը, ամբողջ այն սերը, ամբողջ այն հույսը, որը դեռ մնացել էր այս կոտրված աշխարհում։ Երբ Օֆելիան վերադարձավ տուն այդ երեկո, նա զգաց տարօրինակ թեթևություն, կարծես նա վերջապես ազատվել էր մի ծանր բեռից, որը կրել էր տարիներ շարունակ։ Նա նստեց իր բազկաթոռին եւ նայեց շուրջը իր փոքրիկ սենյակին, այս պատերին, որոնք տեսել էին նրա ամբողջ կյանքը, նրա երազանքները եւ նրա կործանումը։ Եվ նա զգաց, որ նա պատրաստ է վերջին քայլին։ Նա գիտեր, որ նրա մարմինը մերժում էր շարունակել, որ նրա սիրտը հոգնել էր պայքարից, որ նրա ժամանակը սպառվում էր։ Բայց նա նաև գիտեր, որ նա արել էր ամեն ինչ, ինչ կարող էր անել։ Նա պահպանել էր ճշմարտությունը, նա փոխանցել էր իր ժառանգությունը։ Նա պատրաստել էր հիմքը այն օրվան, երբ նրա պատմությունը կպատմվեր։ Օֆելիան մտածեց իր կյանքի մասին, այն կարճ, բայց խիստ կյանքի մասին, որը նա ապրել էր, եւ նա հարցրեց իրեն. արդյոք նա ափսոսում էր իր ընտրությունների համար։ Արդյոք նա կցանկանար փոխել ինչ-որ բան, եթե նրան տրվեր երկրորդ հնարավորություն։ Եվ պատասխանը եկավ անմիջապես, հստակ եւ անվիճելի. ոչ։ Նա չէր փոխի ոչինչ։ Նա դարձյալ կընտրեր արվեստը համակարգից բարձր, ճշմարտությունը սուտից բարձր, արժանապատվությունը հաջողությունից բարձր։ Նա դարձյալ կասեր ոչ այն մարդկանց, ովքեր փորձեցին վերահսկել նրան։ Դարձյալ կերքեր միայն այն երգերը, որոնք նա զգում էր իր սրտում։ Օգոստոսի վերջին, երբ Երևանը սկսեց պատրաստվել աշնան, երբ օդը դարձավ ավելի զով եւ երկինքը ավելի բարձր, Օֆելիա Համբարձումյանը արթնացավ մի առավոտ եւ հասկացավ, որ նա չի կարող ելնել անկողնուց։ Նրա մարմինը հրաժարվում էր հնազանդվել, նրա սիրտը բաբախում էր անկանոն, նրա շնչառությունը դժվարացել էր։ Նրա մայրը, Սիրանուշը, ով քնած էր նրա կողքին, վերջին ամիսները երբեք չթողնելով նրան մենակ, արթնացավ եւ տեսավ դստեր դեմքը։ Այդ դեմքը, որը դարձել էր գրեթե թափանցիկ, կարծես նա արդեն սկսել էր անհետանալ այս աշխարհից։ Սիրանուշը գիտեր, որ վերջը մոտ է, բայց նա չէր ուզում հավատալ, չէր ուզում ընդունել, որ նա կորցնելու է իր միակ երեխային, իր միակ պատճառը շարունակել ապրել այս դաժան աշխարհում։ Օֆելիան նայեց մոր աչքերին եւ ժպտաց, այդ տխուր, բայց խաղաղ ժպիտով, որը ասում էր ավելին, քան ցանկացած խոսք կարող էր ասել։ Նա ասաց թույլ ձայնով. «Մայրիկ, մի լաց, ես պատրաստ եմ։ Ես հոգնել եմ պայքարից, հոգնել եմ ցավից, հոգնել եմ այս անվերջ խավարից, ես ուզում եմ հանգստանալ»։ Սիրանուշը գրկեց դստերը եւ երկուսն էլ լացին, լաց, որը եկավ նրանց հոգիների ամենախորը խորքերից, լաց, որը պարունակում էր ամբողջ այն ցավը, ամբողջ այն սերը, ամբողջ այն կորուստը, որը նրանք կրել էին այս բոլոր տարիները։ Օֆելիան շշուկեց. «Մայրիկ, խոստացիր ինձ մի բան։ Երբ ես մեռնեմ,
Մի թող որ նրանք ասեն, որ ես պարտվեցի։ Մի թող որ նրանք ասեն, որ համակարգը հաղթեց։ Ասա մարդկանց, որ ես պայքարեցի մինչև վերջ, որ ես երբեք չհանձնվեցի, որ ես մնացի ինքս ինձ, նույնիսկ այն պահին, երբ ամեն ինչ կորցրել էի։ Խոստացիր ինձ, մայրիկ։ Սիրանուշը լաց լինելով ասաց. Ես խոստանում եմ, Օֆելիա։ Ես խոստանում եմ, որ քո պատմությունը կպատմվի ճիշտ, որ քո անունը կպահպանվի, որ քո զոհաբերությունը կհիշվի։ Ես խոստանում եմ, որ մի օր, երբ այս խավարը անցնի, մարդիկ կիմանան ճշմարտությունը եւ կհարգեն քեզ ոչ որպես զոհ, այլ որպես հերոս։ Օֆելիան փակեց աչքերը եւ զգաց, որ նա սողում է դեպի մի խաղաղ տեղ, որտեղ չկա ցավ, չկա վախ, չկա պայքար։ Նա հիշեց իր առաջին համերգը, երբ նա կանգնել էր բեմում 16 տարեկան, դողացող, բայց լի երազանքներով, եւ երբ նա սկսել էր երգել, ամբողջ աշխարհը անհետացել էր եւ մնացել էր միայն երաժշտությունը։ Միայն այդ մաքուր կատարյալ պահը, երբ նրա ձայնը միավորվել էր տիեզերքի հետ։ Նա հիշեց այն բոլոր մարդկանց, ովքեր սիրել էին նրան, ովքեր աջակցել էին նրան, ովքեր աջակցել էին նրան, ովքեր հավատացել էին նրան, եւ նա զգաց երախտագիտություն դեպի նրանց բոլորի, նույնիսկ դեպի այն մարդկանց, ովքեր դավաճանել էին նրան, որովհետեւ նրանք սովորեցրել էին նրան ամենակարևոր դասը, որ իսկական ուժը գալիս է ներսից, ոչ թե դրսից, որ ոչ ոք չի կարող խլել քո ինքնությունը, եթե դու ինքդ չես հանձնում այն։ Օֆելիան զգաց, որ նրա շնչառությունը դառնում է ավելի թույլ, ավելի հազվադեպ, եւ նա գիտեր, որ վերջը եկել է։ Բայց նա չէր վախենում։ Նա ապրել էր իր կյանքը այնպես, ինչպես ուզել էր։ Նա երգել էր իր երգերը այնպես, ինչպես զգացել էր։ Նա պայքարել էր իր պայքարը այնպես, ինչպես հավատացել էր։ Եվ դա բավական էր։ Օֆելիա Համբարձումյանը մեկնեց այս աշխարհից օգոստոսի 28 1969 թվականին, իր փոքրիկ բնակարանում Կոնդ թաղամասում, իր մոր գրկում, խաղաղ եւ լուռ։ Նրա մահվան մասին պաշտոնական հայտարարություն չեղավ, նրա անունը չհիշվեց թերթերում, նրա թաղմանը չեկան պաշտոնական ներկայացուցիչներ։ Բայց եկան մարդիկ, հարյուրավոր մարդիկ, ովքեր հիշում էին նրա ձայնը, ովքեր սիրել էին նրա երգերը, ովքեր երբեք չէին մոռացել նրան։ Նրանք եկան լուռ, առանց ծաղիկների, առանց խոսքերի, բայց նրանց աչքերում էր այն ամենը, ինչ պետք էր ասել։ Նրանք եկան ոչ թե ողբալու, այլ հարգելու, ոչ թե սգալու, այլ հիշելու։ Եվ երբ Օֆելիայի դագաղը իջեցվեց գետնի մեջ, երբ վերջին հողը ծածկեց նրա գերեզմանը, մի երիտասարդ աղջիկ, Լիլիթ Ավագյանը, կանգնեց այնտեղ եւ սկսեց երգել։ Շշուկով, դողացող ձայնով, բայց անկեղծ եւ ուժեղ։ Նա երգեց Օֆելիայի սիրելի երգերից մեկը՝ «Իմ Հայաստան», եւ երբ նրա ձայնը բարձրացավ օդում, բոլորը լռեցին եւ լսեցին։ Եվ այդ պահին նրանք բոլորը զգացին, որ Օֆելիան դեռ այնտեղ է, որ նրա ձայնը դեռ ապրում է, որ նրա հոգին երբեք չի մեռնի։ Տարիներ անցան։ Սովետական միությունը փլուզվեց 1991 թվականին, եւ նրա հետ փլուզվեց այն համակարգը, որը ճզմել էր Օֆելիա Համբարձումյանին եւ հազարավոր ուրիշներին։ Գայանե Պետրոսյանը, ով պահպանել էր Օֆելիայի գրառումները եւ փաստաթղթերը իր տան հատակի տակ, վերջապես հանեց դրանք լույս եւ տվեց դրանք մի երիտասարդ պատմաբանի՝ Նարե Գրիգորյանին, ով նվիրեց իր կյանքը հետազոտելու սովետական ժամանակաշրջանի մշակութային ճնշումները։ Նարեն կարդաց Օֆելիայի պատմությունը, ուսումնասիրեց փաստաթղթերը, հարցազրույցներ վարեց այն մարդկանց հետ, ովքեր հիշում էին Օֆելիային, եւ 1996 թվականին հրատարակեց գիրք «Լռեցված ձայնը. Օֆելիա Համբարձումյանի ճշմարիտ պատմությունը»։ Այդ գիրքը դարձավ սենսացիա Հայաստանում եւ դրանից դուրս, բացահայտելով այն սարսափելի ճշմարտությունը, թե ինչպես էր մի տաղանդավոր երգչուհին ոչնչացվել համակարգի կողմից միայն այն պատճառով, որ նա համարձակվել էր մնալ ինքը։ Գիրքը բացահայտեց Վահագն Մկրտչյանի եւ Գոհար Գասպարյանի դերերը, ցույց տվեց այն մանրակրկիտ պլանավորումը, որը կազմակերպվել էր Օֆելիայի դեմ, եւ պահանջեց նրա անվան վերականգնում։ 1997 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Օֆելիա Համբարձումյանին որպես սովետական ռեժիմի զոհ եւ հետմահու շնորհեց նրան ժողովրդական արտիստուհի կոչումը։ Այն կոչումը, որը նրան պետք էր տրվեր տասնյակ տարիներ առաջ, եթե համակարգը չլիներ ոչնչացրել նրան։ Երևանում Սպենդիարյանի թատրոնի դիմաց տեղադրվեց Օֆելիայի արձանը, երիտասարդ կին, կանգնած միկրոֆոնի առջև, նրա դեմքը բարձրացված դեպի երկինք, նրա բերանը բաց, կարծես երգելու պահին։ Եվ ամեն տարի օգոստոսի 28-ին մարդիկ գալիս են այդ արձանի մոտ եւ դնում ծաղիկներ։ Եվ երբեմն ինչ-որ մեկը սկսում է երգել Օֆելիայի երգերից մեկը, եւ ուրիշները միանում են։
Եվ այդ պահին Երևանի կենտրոնը լցվում է երաժշտությամբ, այն երաժշտությամբ, որը համակարգը փորձեց լռեցնել, բայց որը երբեք չմեռավ։ Լիլիթ Ավագյանը, այդ երիտասարդ աղջիկով խոստացել էր Օֆելիային, որ կերքի նրա երգերը, դարձավ Հայաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկը։ Նա երբեք չմոռացավ իր ուսուցչին, եւ իր ամեն համերգում նա նվիրում էր մեկ երգ Օֆելիայի հիշատակին։ Երբ նրան հարցնում էին, ով էր նրա ամենամեծ ազդեցությունը, նա միշտ պատասխանում էր. Օֆելիա Համբարձումյանը սովորեցրեց ինձ, Բրեդ, որ արվեստը ոչ թե կարիերա է, այլ կյանքի ձև, որ երգելը ոչ թե մասնագիտություն է, այլ հոգու արտահայտություն, որ իսկական արտիստը պետք է լինի պատրաստ զոհաբերել ամեն ինչ, մնալու հավատարիմ իր արվեստին։ Նա վճարեց վերջնական գինը իր անկախության համար, եւ ես երբեք չեմ մոռանա այդ դասը։ 1999 թվականին Օֆելիայի մահվան 40-րդ տարելիցին Լիլիթը կազմակերպեց հատուկ համերգ Սպենդիարյանի թատրոնում, նվիրված Օֆելիայի հիշատակին։ Այդ համերգում նա կատարեց Օֆելիայի բոլոր սիրելի երգերը, եւ երբ նա ավարտեց վերջին երգը, ամբողջ դահլիճը ոտքի ելավ եւ ծափահարեց 5 րոպե անընդմեջ, ոչ թե Լիլիթի համար, այլ Օֆելիայի համար։ Այն կնոջ համար, ով երբեք չտեսավ այդպիսի ճանաչում իր կյանքում, բայց ով արժանի էր դրան ավելի քան ցանկացած ուրիշը։ Ինչ վերաբերում է Վահագն Մկրտչյանին, նա մեռավ քաղցկեղից 1969 թվականին, մի քանի ամիս Օֆելիայի մահից հետո, եւ նրա թաղմանը եկան միայն նրա ընտանիքի անդամները։ Նրա անունը, որը մի ժամանակ ուներ ուժ եւ ազդեցություն, դարձավ հայհոյանք, սիմվոլ դավաճանության եւ համակարգի դաժանության։ Երբ Նարեկ Գրիգորյանի գիրքը հրատարակվեց եւ բացահայտեց Մկրտչյանի դերը Օֆելիայի կործանման մեջ, նրա ընտանիքը փորձեց պաշտպանել նրա անունը, ասելով, որ նա միայն կատարում էր հրամաններ, որ նա ինքը զոհ էր համակարգի։ Բայց ոչ ոք չհավատաց այդ պատճառաբանություններին։ Մարդիկ հիշում էին, որ Մկրտչյանը ուներ ընտրություն, որ նա կարող էր ասել ոչ, որ նա կարող էր պաշտպանել Օֆելիային, բայց փոխարենը նա ընտրեց ոչնչացնել նրան։ Եվ այդ ընտրության համար նա վճարեց գինը, ոչ թե իր կյանքում, որովհետև նա մեռավ հարգված եւ հզոր, այլ իր մահից հետո, երբ նրա անունը դարձավ նշան ամոթի եւ դավաճանության։ Գոհար Գասպարյանի պատմությունը եղավ ավելի բարդ։ Երբ նրա դերը բացահայտվեց, շատերը չէին կարող տալ, որ այդ հարգված ուսուցիչը, ով պատրաստել էր ամբողջ սերնդի երգիչներ, կարող էր դավաճանել իր սեփական ուսանողին։ Բայց ապացույցները անվիճելի էին, նամակները, փաստաթղթերը, վկայությունները։ Գասպարյանի անունը հեռացվեց կոնսերվատորիայի պատվոտախտակից, նրա լուսանկարները հանվեցին պատերից, նրա ժառանգությունը ջնջվեց։ Բայց մի քանի մարդիկ, ովքեր ճանաչել էին նրան անձամբ, փորձեցին հասկանալ, ինչու նա արեց այն, ինչ արեց։ Նրանք խոսեցին նրա հին ուսանողների հետ, ուսումնասիրեցին նրա կյանքը եւ հասկացան, որ Գասպարյանը ինքը եղել էր զոհ, ոչ թե համակարգի, այլ իր սեփական անապահովության, իր սեփական նախանձի, իր սեփական վախի։ Նա եղել էր մեծ ուսուցիչ, բայց նա չէր կարողացել տանել, որ նրա ուսանողը դառնա ավելի մեծ, քան նա։ Եվ այդ անկարողությունը վերածեց նրան դավաճանի, ոչնչացրեց նրա ժառանգությունը, դարձրեց նրա անունը նշան զգուշացման, այն մասին, թե ինչ է պատահում, երբ մարդը թույլ է տալիս իր մութ կողմին վերահսկել իր գործողությունները։ Բայց ամենակարևորը այն էր, որ Օֆելիա Համբարձումյանի պատմությունը դարձավ սիմվոլ դիմադրության, սիմվոլ համարձակության, սիմվոլ այն մասին, թե ինչ նշանակում է մնալ հավատարիմ իր սկզբունքներին, նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Նրա պատմությունը սովորեցվում է դպրոցներում, նրա երգերը կատարվում են համերգներում, նրա անունը հիշվում է հարգանքով եւ սիրով։ Եվ ամենակարևորը, նրա պատմությունը ոգեշնչում է նոր սերունդներին, պայքարելու անարդարության դեմ, պաշտպանելու իրենց արվեստը, մնալու ինքնիրենք, նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պահանջում է, որ նրանք փոխվեն։ Օֆելիա Համբարձումյանը կորցրեց իր կյանքի պայքարը, բայց նա հաղթեց պատմության պայքարում։ Նա լռեցվեց իր կյանքում, բայց նրա ձայնը հնչում է ավելի բարձր, քան երբևէ իր մահից հետո։ Եվ դա վերջապես է իսկական հաղթանակը։ Ընկերներ, ինչպես եք դուք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգիքի, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրի համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ու մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում։ Դրեք լայք ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին կանգնել համակարգի դեմ եւ վճարեցին վերջնական գինը իրենց համարձակության համար։